Եթերում ենք Աստված օրհնի բոլորիդ, մեր այսօրվա հյուրն է Արամ Մկրտչյանը, Արամ ջան բարի երեկո, միանանք Արամի հետ, Արամ, բարի երեկո եղբայր, Հազար բարի, ոնց ես, հարության օրով, ոնց է զգում Արամ Մկրտչյանը։ Արամ Մկրտչյանը իրեն գերազանց է զգում բոլոր օրերին, հատկապես Քրիստոսի ծննդյան եւ հարության օրերին։ Շատ լավ Արամ ջան, որ դու ընդունում ես հարությունը, դա հենց մեր ֆունդամենտն է ապրելու, կյանքի իմաստն է մեր։ Սիրելի հայրենակիցներ, այսօր մենք ունենք ուղիղ եթերում։ Այսօր ուրեմն Արամ ջան, մի բան եմ ուզում ասել, որ մենք այսօր չենք նայում մեր ժամացույցին, թե քանի րոպե եւ ժամ ենք խոսելու, մենք խոսելու ենք իշքան որ Աստված կամենա, իշքան որ մեր գիտելիքները, մեր իմացությունը մեզ թույլ կտա, թող ինչ որ խոսում ենք Աստծո կամքը լինի, որովհետև առանց իր կամքի ոչ մի բան չի կարող մեր կյանքում լինի։ Աստված օրհնի մեր հայրենակիցներին, սիրելի հայրենակիցներ, ես ուզում եմ մի պահ խոսել Սերոբ Գասպարյանից, Սև Հովաս Ջոգատի հրամանատարից, դուք հիշում եք, որ ես խոսել էի մարդու իրավունքների կներես, բայց ես լայֆում չեմ տեսնում, լայֆը չեմ տեսնում։ Չէ, լայֆը միացած է։ Արամ ջան, միացած է, իմ մոտ արդեն ցույց է տալի, որ լայֆը միացած է։ Ու ես հիմա գնամ այսպես 1 վայրկյան։ Չէ, միացած Արամ ջան, ես հեսա ձեզ կուղարկեմ, եթե դեմ չեք։ Okay, արդեն ես էլ տեսա, շատ լավ։ Լավ։ Սիրելի հայրենակիցներ, դուք հիշում եք, որ մի քանի օր առաջ Սերոբ 15-ին, ամսի 15-ին ապրիլի Սերոբ Գասպարյանի դատավարությունն է շինցու, ես դա միշտ ասելու եմ եւ ասելու եմ միշտ, որ դատում են մի մարդու, որը հոգևոր հավատացյալ լինելով, կռվելով 30 տարի, կորցնելով եղբայր, եղբայր որդի եւ շատ հայրենակիցներ, եղբայրներ, դատում են մի մարդու եւ մի քանի օր առաջ մենք տեսանք, որ ինչա կատարվում այդ դատական համակարգի մեջ։ Ես բարձրաձայնեցի մարդու իրավունքների գրասենյակ եւ նրանք արձագանքեցին 2 օր հետո, նրանք ինձ զանգահարել էին, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել հետ զանգի համար եւ նրանք ինձ խոստացել են, որ նրանք այցելել են Սերոբ Գասպարյանին, նրանք այցելել են Սերոբ Գասպարյանին, դրա համար ես շատ շնորհակալություն եմ հայտնում։ Մենք ունենք գրավոր գրած մարդու իրավունքների Սերոբ Գասպարյանի համար եւ նրանք պետքա պատասխանեն ինձ, թե ինչպես են նրանք տեսնում, ես համոզված եմ, որ իրենք տեսնում են նույնը այն ինչ որ մենք ենք տեսնում, որ դա շինցու գործ է մեր հրամանատարի հարցում, դրա համար ես սպասում եմ նամակին, հետո իսկ նամակի մենք կպատասխանենք եւ կհամագործակցենք մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ, որովհետեւ դա շատ կարեւոր է, որովհետեւ նա մարդու իրավունքներն է պաշտպանում, մարդու իրավունքը դա քրիստոնյա գործ է, Արամ ջան, ոնց հասկանում ենք, դա պատվով մի կառույց է, որ պետք է այդ կառույցը արժանապատիվ ձևով պահել եւ արժանապատիվ ձևով խոսել մարդու իրական իրավունքներից։ Ես հույսով եմ, որ մարդու իրավունքները չի վախենա խոսել Սերոբ Գասպարյանի իրական պատմությունից, որովհետև ես իրանց հետ խոսել եմ, մենք ոնց հասկացել ենք իրարի, որ նա այո շինցու դատավարություն է գնում, եւ ես հիմա նորից ուզում եմ Սիսակ Հայրապետյան քննիչին անդրադառնամ, դա շատ կարեւոր է եթերով եւ ես գրավոր կամ կանդրադառնանք մենք մարդու իրավունքի գրասենյակի հետ, որ ինձ հասնում է օդից կախված լուրերը, իսկ եթե օդից կախված լուրերը ինձ հասնում է, դա ես կարող եմ ասել, դա 100%-անի ինֆորմացիաներ են, որ նրանք փորձում են այսօր Արամ ջան ուժ գործադրել սուտ վկաների մարդկանց տանելով փորձել վկայություն տալ մի անձնավորության վրա, որ այդպիսի պատմություն չկա եւ չի եղել, ինձ հասել է տեղեկությունը հասել, որ դաժե Սիսակը քննիչը փորձել է մի ընտանիքի վախացնել, եթե դուք սուտ վկայություն չտաք, չգրեք, ձեր երեխային կվերցնենք ձեզանից, ես ուզում եմ ասել Սիսակ, այս նույն հաղորդագրությունը, այն ինչի մասին, որ ես խոսում եմ, դա գնալու է մարդու իրավունքներ եւ դրա հետևից մենք գնալու ենք, մենք փորձելու ենք այդ մարդկանց, որոնց որ դուք փորձում եք շինցու
մտցնել այս գործարքների մեջ, դա ձեր մոտ չի ստացվելու, մենք դա ասել ենք եւ մենք հետեւողական ենք լինելու մեր հայրենակիցների, մեր կռվող տղեկի, մեր հոգեվոր եղբայրների համար, բոլոր մեր հայրենակիցի համար մենք որպես հայ լինելով, կոչվելով այն ուժային կառույցը, որ մենք այսօր ստեղծվել է Արամ ջան սենատ գաղափարախոսությունը, հենց դա այդ արդարությունն է, որ մենք գնալու ենք եւ պահանջելու ենք արդարություն եւ ճշմարտությունը, սա ճիշտ է եւ սա պետքա լինի ամեն մեկի սպիտակ դրոշը, երբ որ ունենան խնդիրներ, երբ որ ունենան մենք պատրաստ ենք բարձրաձայնելու այս ամենը։ Աստված օրհնի ձեզ։ Նույնը ես ուզում եմ զգուշացնել Գորիկին, Դադախազին, Գորիկ, քեզանից շատ մեծ ինֆորմացիա գալիս ինձ մոտ հասնում, դեռ ես չեմ բարձրաձայնելու, ես քեզ նորից զգուշացնում եմ ձեռքերդ վերցրու Սերոբ Գասպարյանից, թողեք, թող մեր հրամանատարը ազատ արձակվի։ Իսկ հաջորդ քայլը դա լինելու է, Արամ ջան, ոնց որ խոսել ենք, լինելու է դա Գերմանիայի դեսպանը Հայաստանի փորձենք, որ այցելի պարոն Գասպարյանին, տեսնել իր առողջությունը, որտեղ ես ոնց հասկացա, ես շուտով ինձ կուղարկեն թղթերը, որ Սերոբ Գասպարյանի առողջական մեծ խնդիրներ եւ նրանք դաժե դա չեն փորձում ինչ-ինչ պատճառով օգնել, հիգիենայի խնդիրներ կար, մենք լսեցինք, որ Վարսավիրանոցը դաժե Վարսավիրին չեն թողում իր մոտ գալ, որոդի նա մեծ վտանգ է, պատկերացնում եք ազգի պաշտպանները վտանգ են այսօր ԿԿԲ-ի բերդում նստած, դա абսուրդի ժանրից է։ Դրա համար իրենք պատասխան են տալու։ Ես ասել եմ, մենք գնալու ենք մինչև վերջ։ Արամ ջան, ինչ ունես այս հարցում ավելացնելու մարդու իրավունքների, այն ինչ որ կատարվեց մեր նամակից հետո, խնդրեմ։ Նախ բարև բոլորին։ Իմ շնորհակալություն եմ հայտնում մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, որ համայնքական սենատորի նամակին շատ արագ արձագանքեց, դա կարևոր եմ համարում։ Իհարկե մարդու գրասենյակը կարող է նաև սովորական քաղաքացիների նամակին պատասխանել, բայց հատուկ նշանակություն ունի մեր համար մարդու գրասենյակի պաշտպանի արձագանքը, հատկապես նման տիպի կառույցի աշխատանքներին, մեր կառույցի աշխատանքներին, որը մարդկանց փորձում է օգնել ոչ թե նրանց այս կամ այն դրսևորումների համար, այլ հատկապես այն պատճառով, որ դա մարդու իրավունքների պաշտպանն է եւ առավելևս ինքը պետք է պաշտպանի այն մարդուն, ով որ հայրենիքի պաշտպանի։ Այո։ Դրանք կարևոր են, կսպասենք արձագանքներին, որից հետո մեր գրավոր նորից վերաբերվում կլինի մարդու գրասենյակի պաշտպանին։ Իսկ սուտ վկայությունների հետ կապված Գիտեք, ամեն ինչը հոգևոր արմատ ունի, ամեն ինչը ունի հոգևոր լուծումներ, եւ այդ լուծումներից մեկը մեծ մեղքի խնդիրն է, երբ որ հին ժամանակներից ասված է եւ քրիստոնեության համար մեծ առանցքային նշանակություն ունի սուտ վկայություն մի տուր, հայտնի բան է, մի տուր սուտ վկայություն, ինչն է քեզ ստիպում։ Եվ այս կեղծիքը սուտ վկայության խնդիրը հենց այդպես տեղափոխվել է առավել եւս մեր համար պես ծանր միջավայր հայկական իրականություն, երբ որ սուտ վկայությունը շատ ծանր հետևանքներ է թողնում քաղաքացիների մարդկանց նրանց վրա, ովքեր որ իրենց արյան գնով, իրենց ռեսուրսների հաշվին պայքարում են երկիրը պահելու Եվ դրանք մի մարդ չի, երկու մարդ չի, նստած են բանտերում, նստած են Ադրբեջանի բանտերում, նստած են այն հայ տղամարդիկ, ովքեր որ հանուն հայրենիքի են գնացել։ Յուրաքանչյուրն էլ պետք է մտածի այդ մասին ու չպետք է գնա այդ սուտ վկայություն տալու ճանապարհով։ Թերևս այսքան համեցեք։ Ես ուզում եմ անդրադառնալ մի անձնավորության, որը ճիշտ է, մենք բոլորս ճանաչում ենք այդ անձնավորությունը, Խաչատուր Սուքասյան, նույն ինքը Գրզոն, որ մի 2 օր, 3 օր առաջ նա մի արտահայտություն արեց, որ ես չեմ կարող հայ լինելով հայ գեն կրողը, լինելով մեր հայրենակիցների կողքին,
եւ նրա խոսքը թողել ուղագի մի հատ ներողություն խնդրելով, դա չի ստացվի իրենց մոտ, համ մարդկանց տանեն սպանեն, համ ներողություն խնդրեն, ոնց հասկացանք Խաչատուր Սուքասյանը ազգային ժողովից լինելով նա падգամավոր լրագրողների հետ առհամարական խոսելով, ասելով, որ 10 հոգի արցախցի նախ ուզում եմ ասել գրզո, ձեր արած մարդասպանությունը ուզում եք փորձեք այս ձև պատասխան տալու, ես հեսա ուզում եմ գրզոյին պատասխանեմ որպես հայ տղա ու Արցախը դա Հայաստանն է իմ համար, Արամ ջան, նա առանցին պետություն չի կամ Արցախցին ինչ-որ մի քոչվոր ազգ չի, որ մենք էլ ինչ-որ ապահովել ենք, բայց մենք կռվել ենք, նրանք չեն կռվել, ես ուզում եմ գրզոյին ճիշտ տեղը ցույց տալ, նախ գրզոն ներողություն խնդրեց հաջորդ օրը, ուրեմն ես ուզում եմ ասել գրզո, ես քեզ չեմ ներում, ասեմ ինչի համար, որովհետև դու խոսել ես իմ հայրենակիցների այրան գնի մասին, որտեվ այդ կռիվը դա դուք եք արել, իսկ Արամ ջան գիտես գրզոնխի ներողություն խնդրեց, որտեվ իր պապաները իրան խելքի բերեցին, որ տղա ջան, մենք այս զոհված տղեկի համար միլիոնավոր դոլարներ ենք վեկալել, բայց 20,000 ենք տվել ընտանիքներին, դու հաշվարկի մեջ խառնել ես, ներողություն խնդրած սրանով պրծնենք այդան գրզո, էսի քո համար Այս կռիվն ու այս այրունը տղեկի քո համար էսի բիզնես չի, արա, խելքդ գլուխդ հավաքի, ոչ քո փողերը քեզ կփրկեն, ոչ քո ազգային անվտանգությունդ քեզ կփրկի, դու խոսում ես իմ ազգի, իմ այրունը տված ազգի համար, որ նրանցը դուք եք սպանել, դուք եւ ձեր պապաները, ու ես ասում եմ, սիրելի հայրենակիցներ, մի վախեցեք ոչ մի գրզոյական, չգիտեմ ալենական, նիկոլական, չգիտեմ այն խմբից, որը որ սրանք կազմակերպեցին այդ ցեղասպանությունը։ Հենց սա է, որ ես բարձրաձայնում եմ, ես ասում եմ, արա, ես ձեզնից չեմ վախենում, այ բոզի տղեկ։ Կներես Արամ ջան, ես գիտեմ, որ դու կուլտուրական մարդ ես, բայց Աստվածաշնչում բոզ բառը դա գրված է։ Ես ինչի համար եմ ասում, որ մեր այրան գինը կային ասում, 10 հոգի են մեռել, ոնց որ թե մի հատ ինչ-որ բաներ էլի, ասենք սկսենք խոսում էր մի ինչ-որ իրից որ հետո գնաց ինչ-որ հաշվեց եկավ ասես գիտես ինչ կա 10 չէր այ 1000-ներ կամ 200-ներ կամ 500, արա դուք հասկանում եք դուք ինչ եք անում մենք չենք թողնելու ձեր նմանները մեր ազգին այս ձև նվազացնեն, արա դուք այդքան չկաք մեր հայրի այրան գնի մասին այս ձև անտարբեր խոսելու ես ձեզի ասում եմ ձեր մոնակոները ձեր Rolls-Royce-ները ամեն ինչի տեղն էլ գիտենք ամեն ինչ էլ պատրաստ ենք ես ինչի համար եմ ասում իմ հայրենակիցներին որ չվախենակ այս թափթփուկները 30 տարի մեր հայրենակիցներին վախացնելով խափելով նվազացնելով փորձել են այս ամեն ինչ այս առևտուրը առաջ տանեն դրա համար այսօր Արամ ջան ժամանակն է սրանց անուններով տալը թող լավն անեն լավն ասենք ինչ ասում ազգային ժողովի падգամավորը չիմանա ինչքան զոհ ունենք մենք մեր հայրենակիցների կողմից նախ այդ երկրորդը նա եթե մի քիչ նամուս թասիբ ունենար Արամ ջան պետք է հենց այդ օրը մանդատը ցած դներ համակարծիք ես իմ խոսքերին եղբայր խնդրեմ Ես դու որ խոսում էիր, ես մտածում էի, որ ասեմ ինքը ճանապարհ չի անցել, կլինի սխալ, որ ասեմ ինքը հայրենիքի համար ինչ որ բան չի արել, կլինի սխալ, բայց որ ասեմ այդ ամեն ինչով հանդերձ ինքը ասում որ ընդամենը սկզբից ասեց 10 մարդ է զոհվել, հետո ասեց որ դնենք, համադրենք, կտեսնենք, որ Հայաստանցիներն ավելի շատ են զոհվել, արցախցիներն ավելի քիչ, էլ ավելի փչացրեց այդ ամեն ինչ։ Այդենք չի լինում։ Երբ որ մարդը գնացել է հանուն հայրենիքի իր կյանքը տվել է, նույնիսկ մի մարդ։ Ինչ անշան հայաստանցի, արցախցի կամ սփյուռքացի, ով է իրան տվեց իրավունքը բաժանելու մեզ։ Առաջինը երբ որ ասում մի մարդ է զոհվել, ինքը զոհվել է հանուն հայրենիքի։ Երկրորդը 30 տարի մենք չենք բաժանել Արցախը Հայաստանից 30 տարի եւ մինչեւ այսօր մենք արցախցիներին դիտարկում ենք մեր անբաժան մասը եւ Արցախը Հայաստանի Հանրապետության անբաժան մասն է բնակիչներով թե առանց բնակիչների ինչպես Նախիջևանը ինչպես Կարսը ինչպես Սուրմալուն ինչպես Արևմտյան Հայաստանը ինչպես Վանը
ինչպես մյուս մեր հայտնի քաղաքները, բնակավայրերը։ Խնդիրը գիտեք, դրանք նրբությունների մասին ենք հիմա մենք խոսում։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի падգամավոր Խաչատուր Սուքիասյանը գիտակցաբար անջատում է, օտարում է Հայաստանը, գիտակցաբար կամ ոչ գիտակցաբար, ինքը սկզբունքային չի, ես խոսք կնեմ դիտարկում, վերլուծում եմ խոսքի արժեքը։ Այդ նման տիպի մարդու խոսքը պետք է կշռված լինի, 100 անգամ կշռված, որտեղ դու կոնցերն ես ներկայացնում, քո մոտ 5000 մարդ են աշխատում, քո մոտ աշխատած մարդիկ ապրում են քո օրակարգով, հասկանում ես ինչ եմ ասում։ Գյորգ ջան, այն մարդիկ, ովքեր աշխատում են իր մոտ, իրենք չեն կարող այլ կերպ մտածել, եթե մտածեն այլ կերպ, նրանք այդ աշխատանքը կկորցնեն, եթե մտածում են այլ կերպ ու չեն բարձրաձայնում, բնականաբար կմնան աշխատանք, բայց եթե մտածում են եւ բարձրաձայնեն, որևէ մեկը, որևէ այնտեղ աշխատող մեկը հայտնեց իր անհամաձայնությունը, ոչ չի հայտնել, որովհետեւ Հայաստանը ձևավորել է այդ ընդհանուր 37 թվականի տերորի մթնոլորտ։ Հայաստանում հիմա տերորի մթնոլորտ է եղբայր, եւ որևէ մեկը այսօր չի կարող հանդես գալ խոսքի ազատության սկզբունքներից ելնելով ներքևում գտնվողների մասին վերևում, ինչպես ինքը, ինչպես բոլոր падգամավորները եւ արդեն հեղինակության ստեղծած եւ պետության ռեսուրսից օգտվող անձերը իրենց թույլ են տալիս ասել այն ամեն ինչ որ իրենք մտածում են։ Արամ ջան, ուրեմն Ինչ տարբերություն, թույլ տուր մի նախադասություն էլ ասեմ ու անցնենք առաջ, ինչ տարբերություն Սերժ Սարգսյանի արտահայտության եւ Խաչատուր Սուքիասյանի արտահայտության միջեւ։ Սերժ Սարգսյանն ասում է, «Էշի ճակատը պատճել եք, բերել եք, կապել եք, այն գեր։ Այդ քու արածն է, դու ես արել դա»։ Ու դու հիմա փորձում ես այս խնդիրը տեղափոխել ուրիշ տարածք, իբր թե ժողովուրդ է մեղը։ Օրինակ դուք եք էշի ճակատը պատճել, ոչ, այդ էշին դու ես բերել դեմ տվել հայ ժողովրդին։ Ուրեմն վերցնենք հաջորդ մարդու խոսքը, Նիկոլ Փաշինյանի խոսքը վերցնենք։ Վերցրու Ռոբերտ Քոչարյանի խոսքը։ Ես խոսքն եմ վերցնում, անձերը մի պալ անջատենք, այդ հասարակական խնդիրը մի հատ հասկանանք։ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքը, ասում են, մեր ազգը դավաճան սիրող ազգ է։ Դու հասկանում ես, երկրի ղեկավարն ասում, մեր ազգը դավաճան սիրող ազգ է։ Այս ամեն ինչը ստեղծել դերել այնտեղ մարդը գիտակցաբար կամ ոչ գիտակցաբար դառնում է այդ գաղափարախոսության զոհը, մեծ կամ փոքր։ Հիմա տվյալ դեպքում Խաչատուր Սուքիասյանի ասածը սարսափելի բան է իմ համար։ Լսում եմ մարդկայնորեն ինքը գոնե մի 3 թաղումի փող տված կլինի, էլի 4 թաղումի։ Տված կլինի, անպայման տված կլինի։ Չեմ կասկածում դրա։ Բայց դա չի նշանակում, բայց խնդիրը այնն է, որ քանակով խոսել է ձևի, հետո ասի բայ նոր հիշեցի։ Ամենակարևոր բանը, որ ինչի, ախ դու գիտես, բայց ինչ ես դու սպասում հաջորդ օրը որ գաս ասես որ սենց բան է տեղի ունեցել, ախ դու գիտես այդ ամեն ինչը։ Հաջորդ օրն էլ կիսատ պրատ ասելով այդ ընդհանուր օրակարգի մեջ լավ բան չես ավելացում, նորից նեգատիվ, նորից բացասական խոսք, նորից բացասական կարծիք, այդ բացասականի զոհն է յուրաքանչյուր հայ։ Այսքանը համեցեք։ Ուրեմն ես խոսել եմ Արամ ջան, մեր գործընկերոջ, մեր եղբոր Իսրայելյանի հետ Ղարաբաղից, որ հիմա այս պահին արցախցիների հետ վրաները խփած, եթե չեմ սխալվում օպերայի կողքին են, հա, իրանք գտնվում այս պահին։ Ես խոսել եմ այս թեմայով, նրանք շատ վիրավորված են եւ ցավ են ապրել։ Ես ուղղակի հարց տվեցի, որ ոնց կարող եք սա հանդուրժել։ Ես ինքս չեմ ներում Գրզոյի ասած այդ խոսքերը, որտեղ նրանք ես համաձայն չեմ, որ ինչ-որ ԿՊ լինելով մեծ հրետանի Նիկոլ Փաշինյանի կողքը կանգնելով ֆինանսական իր դաշտով ինքը չիմանար այս կռվի իրական պատմությունը, ով Խաչատուրը լավ գիտեր ինչա կատարում մեր ազգի հետ։ Արեք մենք մեզ չխափենք, ոչ էլ փորձենք վախի մթնոլորտով կամ մեկս ասենք վայ սես չէր, վայնից էր։ Գրզոն լավ էլ գիտեր Նիկոլի պլաններից,
Ստեղ մեծ առևտուր էր գնում, եթե իր շահադիդականը ինքը չունենար ինչ-ինչ պատճառներով, նա մի օր շուտ իր մանդատը կդներ մի քանի տարի առաջ, կամ էլ կասեր, գիտեք ինչ կա, ինքը կան դուխ ուներ, ասելու էսի երկիրը վաճառում է։ Արամ ջան, ձեր Ես այստեղ մեջտեղ եմ, ուղղակի զանգ եկավ, հիմա անջատեմ ու հետ վերադառնամ։ Ես ուզում եմ մի բան ասել, որ ես խոսել եմ պարոն Իսրայելյանի հետ եւ ես ասել եմ, որ դուք իշկաներ զարմացել եք, դրա պատասխանը ձեզ պետք է տա եւ մեր հայրենակիցներին եւ Սփյուռքին պետք է ինքը տա 1 րոպե շուտ Խաչատուր Սուքյասյան падգամավորը պետք է իր մանդատը դնի վայր եւ հեռանա քաղաքականությունից, որովհետեւ ինքը լինելով համար 1 падգամավորներից մեկը ինքը խոսում է մահվան թվերից ու շատ վատ ձևով Ես իրան չեմ ներում Եթե ինքը մանդատը կդնի վայր պուբլիշնիկը գնա արցախցիների մոտ այնտեղ որտեղ որ մեր գործընկերն է հիմա ներողություն կխնդրի եւ կասի ես սխալվել եմ դուք ճիշտ եք այս ոնց որ Սերժը ասեց այդ քայլ այդ բառն ասեց Սերժը Հիմա սա է իմ համար խնդիրը ես ասեցի իմ գործընկերոջը մեր եղբորը ասեցի դուք պետքա պահանջատերը լինեք Մենակ վիրավորվելով կամ քֆուր տալով չի պետքա կոնկրետ դնեք ասեք լարիս տարա ես չեմ ասում էսից ձև եք խոսում Դրա համար ինքը ներողություն խնդրեց շատցես ոգևորված լրագրողներն էլ կպնելով որովհետև նրա ականջին մի բառ են ասել խաչատուր Դու հասկանում ես ինչ ես անում ոչ թե որ 10 կամ 5-50 հոգոն ես տալի Դու թվերը խառնես որտեղ մենք դրա համար գին ենք խոսացել Այդ երեխեքի այրան գնի համար, եթե մենք ասում ենք այսօր 5000, նրանք խոստացել էին 10000 զոհի համար։ Բայց դի փողա, չէ՞, հարց։ Որ մի րոպե կներեք, այստեղ մի բան է կատարվում։ Թողը Նիկոլ Փաշինյանը ցույց տա բյուջեի որ մասից է մինուս գնացել $20000 եւ մնացած 150 թե 200,000 դրամները որ ծնողներին տալիս է։ Հարց Որտեղից այդ գումարները Որտեղից Այս էր հաջորդ օրը երբ որ Խաչատուրին կանչեցին Սուքյասյանին եւ ասին տղա ջան դու հասկանում ես ինչ ես ասում մենք սրա համար փող ենք վեկալել Եթե 10 արցախցի կարող է ադրբեջանցի մեր եղբայրները մեզանից փողը հետ ուզեն ես ինչ ես անում արա դու Այս է խնդիրը ներողության Արամ ջան Ինչ ասում Առաջին դեմքերից մեկը ասի 10 հոգի արցախցիա կամ չեն կռվե Ալեն Սիմոնյան բոզի տղա երբ որ կոչում են մեր հայրենակիցները ասելով որ արցախցին չի կռվե Բարա դու կռվեիր նույնը Խաչատուր Սուքյասյանի տղեկը կռվել են արդյոք Պարոն Մկրտչյան Ինչ այդ էլիտից մի հատ զոհ չունենք չնայած ես դեմ եմ մեր բոլոր հայրենակիցները զոհվեին պետք է իրանք հաղթանակազն են որ այսօր մենք բոլորի անունները պատվով ու հարգանքով խոսեինք բայց հարց տանք Որևէ մի էլիտայի այդ էլիտան այդ առաջի շարքը որ կան իրանց որդիներից որ մեկն է մահացե Չկա հենց սա է խնդիրը ով մահանա ով փողը ստանա ու ումից խոսան այս ձևի անհարգանք ձևով սա մեր քաղաքացիներն են Արամ ջան մենք չենք կարա լռենք եւ վախենանք այս ձևի թափթփուկներից որ կա եվրոպ գրոշ ավելի ունեն Համ եվրոյով ենք ավել, համ դուխով ենք ավել ու ամենամեծ բարի լուրը ձեր համար, ես չգիտեմ ինչքան է բարի, մենք Աստված ունենք, իսկ դուք չունեք արա, ձեր հոգիները վաճառել եք։ Այս է մեր եւ ձեր տարբերությունը։ Խնդրեմ Արամ ջան։ Շնորհակալություն։ Գիտես, հասարակական դաշտում խնդիրները լուծումները ստանում են իշխանության տրամաբանությամբ այլ ոչ թե ճշմարտության, ոչ թե սիրո, հավատի կամ արդարության իրավունքի ձևով։ Այդպես չի լինում, ցավոք սրտի, եւ ես չեմ ուզում խնդիրը ընդհանրացնել եւ ոչ էլ թիրախ դարձնել այս կամ այն անձին։ Եթե դու հիշում ես տարիներ առաջ Սերժ Սարգսյանը Ծառուկյան Գագոին ինչպես արքաբեկեց Կուսակցության նիստում Աշոտը մարդկային բոլոր նորմերը կորցնելով Աշոտյանը բոլոր նորմերը կորցնելով այնտեղ բաներ ասում էր
Հիմա մենք իրեն այսպես ենք դարձնում, այնպես ենք դարձնում։ Այն ժամանակ մտածում էի, ասում եմ, այս լկտիությունը երբ կապարտվի էլի։ Ասենք, երբ որ մարդու հետ կապված էական չի թվում մասին է խոսքը։ Նայն նորից եմ ասում, այդպես մենք վարվում ենք ամենացածը թույլ օղակի հետ, ամենաուժեղ օղակի հետ, միջին օղակի հետ, հարաբերությունները կառուցվում են պիտակավորումներով, փոխանակ գործով։ Եվ այս արատը, այս անբարոյական մթնոլորտի մեջ բարոյականության նոր պահելը հերոսության պես մի բան է դառնում։ Ինչ վերաբերվում է այն բանին, որ ինքը պետք է Խաչատուր Սուքասյանը իր մանդատը դնի, լրիվ համաձայն է։ Տղամարդավարի քայլ կլինի իր մանդատը վայր դնի, ասի ախպեր, եղել եմ գործարար, մնում եմ գործարար, սիրում եք, ինչ չեք սիրում, որպես գործարարի ուրիշ խնդիր է, բայց ես քաղաքականության մեջ մտել եմ, եսի լուրջ սայթակում էր, այս սայթակումը չի կարելի բան անել, ոնց դրա տակից դուրս կամ էլի։ Այն ինչ որ դու ասում ես, որ արյուն են ծախել, տվել, առել, նորից ասեմ, այս մասում արդեն պետք է բարոյական ամենաբարձր նորմից լինի։ Տղերքը գնացել են, զոհվել են, հանուն նաև Խաչատուր Սուքասյանի, հանուն։ Ես Արցախում, որ այդ վիճակը շատ ծանր է, ես ջղայնացած ձեռքս պարզում գոռում էի, տեսագրությունը կա, ասում է, ձեզ այդտեղ մորթելու է։ Ձեզ մորթելու են, եկեք կարևորագույն խնդիրների մասին խոսենք, արձագանք չկա։ Ես Երևանում էլի նույն հանդիպումներից մեկի ժամանակ ասում եմ, առաջինը սպանելու են փողատերերին, ձևը նա տենց աշխարհի։ Երբ որ գալիս են միտեղ գրավելու, իրենք շարքային մարդկանց չեն սպանում։ Իհարկե շարքայինը զոհվում է, բայց նպատակային պետք է վերցնեն հարուստի ունեցվածքը։ Ձևը նա այդպեսի, ասեմ ու դուք զոհն եք լինելու առաջին, ու շինականը ու հայ մարդը ձեզ չի պաշտպանի։ Չի պաշտպանել, որտեղ դուք մայր չեք պաշտպանում։ Այս անբարոյական, այս անբարոյական մթնոլորտում նման տիպի իրավիճակում պահել հավասարակշռություն, ասում հերոսության պես մի բան է։ Շատ եմ մտածում, եւ մենակ ինքը չի որ ասում, նայեք դաշնակները մանդատը վայր չեն դնում։ Ինչի վայր չեք դնում, սիրելի դաշնակցականներ, սիրելի հայ հեղափոխական դաշնակցություն, չէ որ քո անունը հայ հեղափոխական դաշնակցությունը։ Ախր դուք 100 տարի ձեզ պահել եք այնպես, որ ժողովուրդը չի կարողանում հասկանալ, դուք հայ հեղափոխական եք, թե հայ չհեղափոխական եք։ Հասկանալի չի։ Այստեղ են այդ խնդիրները։ Վանեցյանը դարձել է կուսակցության ղեկավար, ճիշտ է։ Անվտանգության ծառայության պետը տիրապետում է ամբողջ ծավալով յուրաքանչյուրի քեյսին։ Տիրապետում է, չէ։ Ու այս իրավիճակում իրենք թույլ են տվել, որ Գյումրիում իշխանության գա Վարդան Ղուկասյանը։ Կարող էին չբերել մեկին, որը ավելի պատշաճ կենսագրությամբ, ավելի ժողովրդի կողմից ընդունվող կենսագրությամբ լիներ, կարող էին, չէ, բայց չեն, բերում են ամենածայրահեղական, ամենավատը, չգիտեմ, անհասկանալի, անվտանգության ծառայությունների թույլտվությամբ է, չէ, որ Հայաստանում փողոցներում պրոցեսներ են տեղի ունենում։ Գոնե բերեն այնպիսի, եթե ուզում են փոփոխություն, օժանդակեն, օգնեն, կարողանան կարգավորել, որ այս հայ մարդը իր երկրը կառուցելու համար պայքարի։ Այն մեկը կա, ազգային ժողովին Թորոսյան, ինչ ակնոցներում նախկին առողջապահության նախարարն է։ Հանդես է գալի։ Ավարտեմ ու խոսքը փոխանցեմ քեզ։ Այս շարքը բերում է, որպեսզի տպավորություն չառաջանա, որ դու հենց իմինը կենտրոնացել ես Խաչատուր Սուքասյանի վրա։ Չնայած արժի կենտրոնանալ, որովհետև իրենք հարգալի ձևով կլնեն, տասնապատիկ հետ են ստանալու։ Թող չնեղենան, մենք ասել ենք, խնդրեմ։ Այդ անձնավորությունը ասում է, որ մենք դե փոքր երկիր ենք, մոնոէթնիկ ենք, մենք պետք է խթանենք, որպեսզի այլ ազգիներ կան ապրեն մեր երկրում։ Արա Աստծուց մեռնեմ, դու հիվանդ չես։
Այախբեր 10 միլիոն հայ ապրում ենք դրսում։ Ու դու հայի համար չես ուզում ներգաղթ կազմակերպես, դու ներգաղթ ես կազմակերպում այլ ազգիների համար, որ հայերեն չգիտեն, որ իրանք տուն չունեն, տեղ չունեն, դու այդ այլ ազգում բերում ես, որ գա իմ երկրում ապրի, իմ գյուղում ապրի, իմ բնակավայրում ապրի, դու ինձ մերժում ես, ինձ հայիս մերժում ես, դու արդեն պետական մակարդակով ինձ ասում ես, որ դու կամ դուք Սփյուռքում ապրող հայություն, մեզ հետաքրիր չեք, մեզ հետաքրիր են այլ ազգիները։ Այս տրամաբանությամբ են իրենք աշխատում, որը ինձ համար ոչ միայն խորթ, այլ չգիտեմ, ինչ պետք է տեղի ունենա, որ իրենք հասկանան, որ իրենց վարած քաղաքականության հետևանքով մենք երկիր ենք կորցնում։ Համեցեք։ Ուրեմն Արամ ջան, ես ուզում եմ այդ անձի անուն ազգանով չդիմեմ, ինքը աթեիստ է, ինքը իր բերանով ասա, որ ինքը աթեիստ է։ Ինքը լինելով աթեիստ, իր համար չկա ոչ մի արժեք։ Չկա ոչ մի արժեք։ Ես ուզում եմ հասկանամ այդ անձնավորությունը ինչ կառուցում է հիմա գտնվում, այս պահին, որ կառուցում է ինքը։ Ես ուզում եմ հասկանամ այդ մի որ լրագրողն է, որ այս սատանայի առաքյալին այս ձև հարցազրույցներ են տալի եւ նա խոսում է օտար ազգի ներդրումը մեր երկրում, որտեղ էլ չի մնացել 1.5 միլիոն հայ։ Սա եթե վերջնական ցեղասպանություն չի, ոնց եք մեր Սփյուռքում, ես հիմա ուզում եմ բարձրաձայնել, բայց նույն падգամավորները ընդդիմադիր, ոնց են թողում այս սատանայի առաքյալը 1 րոպե ինքը շարժվի եւ նույնիսկ այդ աղացը կոչվածին եմ ուզում ասել, որովհետեւ չկա կառույց, ոնց կարելի է այդ անձին 1 րոպե ավել թողնել, եթե դա ազգային անվտանգության խնդիրը չի։ Բանում խնդիրն Արամ ջան։ Լավ տղեկի, որ տան գլուխը ջարդեն, եկուց այդան էլի նստեն։ Դուք հասկանում եք, սիրելի հայրենակիցներ, ինչ է խոսում այդ անձնավորությունը։ Ինչ ասք բերենք, դուք օրինակ ուզում եմ ես մի հատ հասկանամ մեր դիտողները, որ հեսա մեզ կնայեն, հետո հարյուրավոր, հազարավոր մեդիաները հեսա կդնեն, դաշտ ես մեմ հարց տալ, դուք որ ազգին կուզեիք, ինչ ազգեր եք ուզում գան Հայաստանում և լինեն Հայաստանի քաղաքացի լիովին։ Արա լավ էլ ցեղասպանությունը Արամ ջան, էլ ոնց։ Լավ ուր են մեր 10 միլիոն հայրենակիցները, ես մերում եմ շատ թեմաներ, որ այսօր պետք է մենք բարձրաձայնենք։ Այո, մենք թիրախային ենք լինելու բոլորիդ համար։ Մենք ասել ենք, Գևի միկրոֆոնը չի լռելու, Գևին այս պահին լռվավ, վաղը Ֆրանսիայից, մյուս օրը Գերմանիայից, մյուս օրը չգիտեմ, Չինաստանից է խոսելու։ Այս թիրախը պետք է աշխատի Արամ ջան։ Սես չի կարա շարունակվի, եղբայր 10 միլիոն հային Սփյուռքին վերացրեցին այս ամեն ինչը Սփյուռքին դրեցին մենակ փողի ուղարկողի տեղ եւ վերջում սա միլիոններն ու միլիարդները կերան քրքրյանից բռնած մինչեւ 44 օրվա պատերազմը Սփյուռքել պետք չի, չեն խոսում Սփյուռքից, չեն խոսում վերադարձ այնց ծրագրներ դնեն, որ փորձեն մարդիկ իրանց ներդրում անեն, մեր երիտասարդները, մեր այս սերունդը գնա Հայաստան, սատանայի առաքյալն ասում է բերենք օտար ազգերի, թող քաղաքացիություն ստանան։ Ասենք, եթե սա երկիրը հանձնում չի, ապա ինչ է։ Սերոփը ոչ մի բան չի արել, դատվում է երկիրը հեղափոխության համար, սատանայի առաքյալը խոսում է ազգերից, որ քաղաքացիություն ստանանք, մենք փոքր ազգ ենք, նշանակում է մենք բանի պետք չենք, ճիշտ եմ հասկանում Արամ ջան։ Մենք չկանք, նշանակում է մենք չենք գործում։ Դե գիտես, այստեղ այս խնդիրը, որ ես բարձրացրեցի, ինչ հիմա որ դու անդրադառնում ես, ինքը պարզ բանաձևային մոտեցում ունի։ Ինքը պարզ իմ համար, մյուսների համար գուցե դի բարձ է եւ նույնիսկ տեսանելի չի։ Խնդիրը հետեւյալն է։ Եթե մենք նայում ենք, թե ինչպես էլի պետքա գնամ, ես սիրում եմ ընդհանրացումներով խոսել, նաեւ ցույց տալ արմատը։ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց. Հայաստանում կարող է ապրել առնվազն միայն 1 միլիոն հայ։ Հայաստանը չունի ռեսուրսներ, դա ասում եմ դու կարող ես չես դրան անդրադարձել կամ չես հիշում ու դա պետք է չէր որ դու հիշեր սկզբունքորեն բայց ասելա 90-91 թվականին որ Հայաստանում 1 միլիոն հայ կարա ապրի ոչ ավել ծրագիրը դրանից հետո այս մարդը Խաշետ Ռուբիլնիկը
Քաշես դու պատկերես ինդուստրիալ Հայաստանի լույսը անջատել են։ Ու տեղի ունեցել մնացած ինչ որ արդեն դու գիտես։ Հիմա այս մարդին ոչ մեկը 4 հայ հասարակություն այս մարդին չի կանչում ասի, այ սիրելի հանրապետության սիրելի առաջին նախագահ, ով է քեզ բզել որ դու ասես 1 միլիոն հայ պետք է ապրի Հայաստանում։ Չէ՞ որ այդ թեզիսը դու դրել ես շրջանառության մեջ չես հրաժարվել դրանից։ Այդ խնդրին եկա Ռոբերտ Քոչարյանը ինչ որ արել է։ Ես բալանսի չեմ վերում։ Այս մարդն էլ եկա մնացած գույքը ծախեց ռուսների։ Եկավ Սերժն էլ բաներ խորթավել արեց ժողովրդական լեզվով, ասել, տակ ինչ որ մնաց, ասել, ես էլ 50-50-ի տերն եմ։ Դու պատկերացնում ես այս իրավիճակում քաղաքացու մասին մտածող չէ, 1,5 միլիոն հայա դուրս եկել Հայաստանից, տպավորություն ունեն ու իր սերունդով է դուրս եկել, եղբայր։ Դու դուրս ես եկել մեկ անց, դու եւ կինդ ես դուրս եկել, կամ դուք ու պապանա դուրս եկել Հայաստանից, չէ՞, 2 մարդ է դուրս եկել, հիմա քուշուր 6 մարդ է, չէ՞։ Կամ 10 մարդ է։ Մարդկանց քանակություն կա, որ կապված է քո անձի հետ։ Ես դուրս եմ եկել իմ կնոջ հետ, իմ շուրջ հիմա կա 14 մարդ։ Դու պատկերացնում ես այդ 14 մարդ Հայաստանում պետք է աճեցնի։ Ու դա չեն տեսնում, մերժնում են, ասում են որ դա գոյություն չունի։ Ու այս քաղաքական այս իրավիճակի մեջ ամեն անգամ կարևորագույն հարցը առաջ բերելու փոխարեն խնդիրը քննարկման դաշտ են բերում երկրորդական, երրորդական հարցեր, որ դրանով փորձում են փակել կարևորագույնը։ Ես ու դու պետք է վերադառնանք Հայաստան։ Ես ու դու պետք է դառնանք պետության կամ մեր պես մտածողները պետք է դառնան պետության կառավարման մաս։ Սփյուռքը պետք է ունենա երկրորդ պալատ, սրանք են առանցքային խնդիրները։ Հիմնական, իհարկե ինչ որ դու բարձրացնում ես իրենք կարևոր են, բայց դու հնարավորություն ես տալիս ես այս մասին խոսեմ, չէ։ Ինքնուրույն կարողանում եմ սեղմել խոսել, խնդիրը դա չի, բայց մենք պետք է նաև խոսենք, սովորենք երկխոսություն ունենալ։ Սկզբից միասին, հետո հասարակության հետ, ու այդ ատելության մթնոլորտն է, որ կործանում է ամեն ինչ։ Այդ քո սիրած Արուսյակը իջել է երկրի վրա, փորում է այնտեղ, փորում է։ Համեցեք։ Ուրեմն Արամ ջան, դու շատ ճիշտ մեկնաբանեցիր, բայց մի բանը համաձայն չեմ, իմ սիրած Արուսյակը չի, ես այն ինձնից վախենում եմ Արուսյակը։ Նա մեր ոտքերի տակն է մանավանդ այսօր, որ Հիսուս Քրիստոսը հարություն առնելով նա տվեց մեզ իշխանություն այդ Արուսյակին եւ նա ինքը սատանային մեր ոտքերի տակը գցելու, դրա համար մենք այդ իշխանություն ունենք խոսելու ճշմարտությունը։ Այո, ես ասել եմ Արամ ջան, որ ես բլոգեր չեմ, դու արդեն ինձ ճանաչում ես անձնական, հա, եթերից դուրս, հա։ Ես ասել եմ այս եթերը, երբ որ անում պետք է երկինք առաջուց խոսենք, հետո նոր երկիրը։ Որովհետև իմ համար շատ կարևոր է խոսել Աստծո խոսքը, ճշմարտությունը, ու հենց այսօր այդ օրն է հարության օրը, վաղը Տիրոջ գերեզմանը դատարկ է եւ նա հարություն առի, ինչի համար, ճշմարտության համար, եւ տալով մեզ նրանց, ով որ հավատում են, նրանց իշխանություն։ Ես հավատում եմ Հիսուս Քրիստոսի հարությանը եւ այդ իշխանությանը, որ Աստված տվել է Հիսուս Քրիստոսով մեզ, բայց հիմա ուզում եմ մի հատ շատ բարդ ճշմարտությունից խոսել, որը մոտենում ենք ապրիլի 24։ Բոլորս գիտենք, դա ամենամեծ խոցոտ, ցավոտ տեղն է։ Հարության օրով խոսենք մի ճշմարտությունից, որի համար ես ասել եմ, այն հայը, որ պետք է փորձի ջնջել մեր իրականությունը եւ այն այրյան գինը, որ երկինքա բարձացել եւ բողոքա բարձացրել այրունը մեր անմեղ Տիրոջ առաջ, նրանք պետք է անիծյալ լինեն։ Ով ուզում է լինի, նրանք անիծված լինեն, եթե կփորձեն այդ այրունը ջնջել։ Ես հենց այսօրով եմ խոսում, ես գիտեմ ինչի բան եմ խոսում։ Հիմա Արամ ջան, ես ուզում եմ մի բան բարձրացնել, որ դու շատ թղթերի, գրքերի հեղինակ լինելով այս 30 տարվա մեջ այս մութ ու լույս օրերով անցած Հայաստանից հենց կարելի ասել
լքված, փախած մի հայրենակից ես, որ քեզ շատերը ճանաչում են, բայց այդտեղ մի հատ շատ կարևոր հարց կա, որ ես ուզում եմ դիմել մեր սփյուռքին եւ մեր բոլոր հայրենակիցներին, որ հիմա լսելու են մեզ։ Քանի երկիրա ճանաչել, ուղղակի հարցը, որ շուտ արագ եթանք, երկիրա ճանաչել ցեղասպանությունը Արամ ջան։ Մոտավորապես 25 երկիր, 25 երկիր։ 25 երկիր ճանաչել է ցեղասպանություն, գենոցիդ բառը արտահայտվելով, Այո, այո։ որ ասեն գենոցիդ, ցեղը սպանել են։ Դա է նշանակում թարգմանաբար։ Գենոցիդ բառը։ Ձայնը ընդհատվեց չհասկացա։ Գենոցիդ բառը նշանակում է ցեղը սպանել, չէ՞, ցեղասպանել։ Այո։ Ահա։ Հիմա նայեք, ես ուզում եմ մեր հայրենակիցներին միտքս կիսվել, Արամ ջան, հետո դու կմեկնաբանես։ Գերմանիան, Ամերիկան, մնացած Ավստրիան, Ֆրանսիան, 25 երկրները ճանաչելով կանգնեցին իրենց պրեզիդենտները կամ վարչապետները կամ իրենց վարչապետ կամ պրեզիդենտները ասեցին, որ այո, եղել է գենոցիդ։ Մենք ճանաչում ենք այդ սպանությունը։ Հիմա ես հարց եմ տալի մեր հայրենակիցներին, որ ջահերով եւ մնացած երկրներում դուք ցույց եք անում, պահանջում եք։ Եթե Ֆրանսիան, որ ամենաշատ մեր սիրած երկիրն է, ստեղ երկու շատ ճիշտ թիրախ ունենք, որ պետք է մենք սրա հետևից գնանք։ Եթե Ֆրանսիան ճանաչել է մեր ողբը եւ ասելով, որ այո, դա եղել է, մենք դա տեսել ենք եւ ձեզ էլ վերցրել ենք մեր մոտ փախստական, որտեղ դուք փախել եք Թուրքի սրի տակից, ապա ճանաչելով մարդասպաններին, ինչի դրա հետևից Ֆրանսիան չգնաց, Գերմանիան, Ամերիկան եւ 25 երկրները, ինչ թուղթ են ստորագրել Հայաստանի հետ, գիտես ինչ կա, մենք ասում ենք գենոցիդ է եղել, բայց մենք չենք կարող Թուրքիային ինչ-որ մի բան պահանջել։ Եթե պետք է մենք պահանջատերը չնենք, ինչա Ֆրանսիան ասես կամ Ամերիկան ասած ճանաչում եմ, ուղղակի խոսքը։ Էդի նույնն է, Արամ ջան, երբ որ ես տեսնեմ մեկին սպանում են, Պողոսյան Պողոսը սպանեց Գառնիկին։ Գալում եմ քո մոտ ասում եմ Արամ ջան, գիտես ինչ կա, Պողոսը Գառնիկին սպանել է։ Դու ինչ ճանաչելով այդ ընտանիքին ճանաչած մեզ ճիշտ է։ Գառնիկին սպանել է Պողոսը։ Բայց այդ Պողոսը պետք է պատժվի, թե չէ։ Պետք է պատժվի, ճիշտ է։ Հիմա ես ուզում եմ հարց տալ մեր հայրենակիցներին։ Երկու հարց։ Երբ որ 24-ին ցույց եք անում տարբեր երկրներում, երկու բան պահանջեք։ Առաջինը, Հայաստանի իշխանությունից պահանջեք, ինչ թուղթ եք ստորագրել Ֆրանսիայի կամ Ամերիկայի կամ Գերմանիայի ճանաչած ազգերի հետ, որ դուք ճանաչեք, բայց պարտականություն չունեք, եթե ոչ, ապա Ֆրանսիայի իշխանություններին պիտի հարց տանք, ճանաչեցիք, ինչ ենք անում մարդասպանի հետ։ Արամ ջան, խնդրում եմ դու սա մեկնաբանի ավելի գրագետ, հա, ավելի սենց մանրակրկտորեն, խնդրեմ։ Շատ լավ, շատ լավ։ Տեսեք, մենք էլի գալիս ենք հասնում ենք նույն կետին, երբ որ Հայաստանի Հանրապետությունը հրաժարվել է իր քաղաքական իրավունքներից, պետական իրավունքներից, թողել է այն կողմ, եւ հիմա այստեղ կառուցվում է մի բան, որը կապ չունի մեր անցյալի հետ։ Հետեւաբար հայ ժողովրդի իրավունքները հստակ բաժանվում են երկու մասի։ Նիկոլ Փաշինյանի իշխանության ձևավորած նոր աշխարհայացքը, որը մերժում է մեր հին իրավունքները։ Այս խնդիրը, ցեղասպանության խնդիրը ձևավորվել է 1919 թվականին։ 1919 թվականին Փարիզի խաղաղության վերաժողովի ձևավորվելու ժամանակ ձևավորվել է հատուկ հանձնաժողով, որը քննել է, ուսումնասիրել է հայկական փաթեթը, ամբողջական փաթեթը, թե ինչ են կորցրել հայությունը, ինչպես են կորցրել, հիմք ընդունելը, որ հայ ժողովուրդը ցեղասպանվել է, այն ժամանակ ցեղասպանություն բառը չկար, բայց կար որ կոտորած, ազգային կոտորած է եղել, այդ կոտորածի ընթացքում հայ ժողովուրդը տվել է այնպիսի զոհեր, որ ըստ էության գենոֆոնդը վերականգնման ենթակա չի։
Եվ դրա համար այդ ուսումնասիրությունների ժամանակ 1919 թվականի դրությամբ հաշվել են, որ հայ ժողովուրդը ունեցել է 19 միլիարդ կորուստ նյութական, 19 միլիարդ ոսկով, ֆրանսիական ոսկով, հաշված է, այսի ես գիտեմ, դու չգիտեիր, հիմա իմացար, մարդիկ կան, որ գիտեն այս մասին, բայց որպեսզի այս 19 միլիարդը չգա շրջանառության մեջ, Թուրքիան զանգում է տարբեր երկրներին, Հայաստանին, բան ասում է, դե բերեք ցեղասպանությունը ճառանչենք, բայց հանգարց պահանջ չդնեք, էլի, հատուցման խնդիր չդնեք։ Թիվը ֆիքսված է 19 միլիարդ, նույնիսկ բանկային, այսօրվա գործող բանկային դրույթներով, որ հաշվում ես, 15 միլիարդին տոկոսն ավելացնում ես ու տոկոսի կապիտալիզացիա ես անում, ինքը մի հատ անհասկանալի մեծ թիվ է դառնում։ Դու պատկերացրու 19 միլիարդ այն ժամանակվա համար ոսկով է, այդ ոսկով ցածրը ոսկու մի գրամը այսօր 80,000 եվրո է։ 1 կիլոն, 1 կիլոն։ Ներողություն, հա, մի կիլոն, 80,000 եվրո է։ Հիմա դու պատկերացրու, ասենք, որ բաժանես այն ժամանակվա ֆրանսիական ֆրանկի մեջ ինչքան էր ոսկու պարունակությունը, ու բազմապատկես դու մի հատ թիվ ես ստանում, էսի սովորական գինն է, բայց կապիտալիզացիա անելու ժամանակ հաշվում են ենթադրվող կորուստը նաև։ Դու այս կապիտալն ունես, ինչ շահագործում ես, դու պետք է ենթադրյալ օգուտ ստանալ, որ դարձել է ենթադրյալ կորուստ։ Փող ես աշխատել, գիտես, մի դոլար դնում ես, $2 աշխատես, չէ՞, որ մի դոլարը դնես, 50 ցենտը դնես գրպանդ մոտավորապես։ Հիմա ես 19 միլիարդ նետ տրամաբանությամբ որ անում ես, հենց այն ժամանակվա, էլի, տարվա վերջում սրա կապիտալիզացիան պետք է լիներ 30 միլիարդ, արդեն։ Մի տարվա ընթացքում աշխատել ենք դինի 30 միլիարդ։ Հաջորդ տարվա համար ինքը արդեն 60 միլիարդ է։ Քանի տարի է անցել։ Այդ կոեֆիցիենտով բազմապատկում ես Թուրքիան, այդ իր եղած չեղածը որ վաճառի, տա հայ ժողովրդին, հələ մի 200 տարի որ աշխատի պարտք կմնա։ Սրանք գիտեն, դրա համար մեկին մի հատ յախտա են տվել, մեկին մի հատ տուն են տվել, մեկին մի հատ ադամանդե մատան են տվել, խափել են, ոնց որ երեխուն ոնց են խափում, որ ինքը շատ սնիկերս ու մարշ շուտի, ձերքից այդ վերցնում եք, մի հատ իշունի, մի բան տալիս են այդ երեխեն ոգևորված դրանում խաղում է, բայց ձերքից վերցել է սնիկերսը որ չուտի։ Էսա ընդհանուր պատկերը, ապրիլի 24-ին ինքնախապեյությունն է, մենք չիմանալով այս պատմություն իրականությունը, մենք գնում ենք, ամեն 24 ապրիլը կանգնում ենք, մոմը վառում ենք, ասում ենք պահանջատերն ենք, ֆրանսիացին, ամերիկացին ասում են, օ, yes, մենք էլ ենք ձեր հետ, ու դες խապնված 108 տարի, 109 տարի, դες կգնա 200 տարի, մինչև Նիկոլի պես կամ մնացած այս թուրքա հպատակների պեսերը մաշեցնեն, ջնջեն, մաքրեն, հələ մի բան էլ մեզի սխալ հանեն, որ մեր տատն ու պապը ոչ թե սրից են ընկե, այ էշի վրից են ընկե, այ Արարատյան դաշտավայրն արևմտյան Հայաստանը, ոչ թե Էրզրում, Ղարս, Վան կամ մնացած տեղերը, եւ այս ձևի ջնջելով գնան մեր պատմությունը։ Ճիշտ եմ հասկանում, եղբայր։ Դու ճիշտ ես հասկանում, բայց նորից տես որևէ մեկը բարձրագույն ամբիոնից պետք է բարձրացնի շատ պարզ ձևով, հանի բոլոր փաստը, ոնց որ ես հանել եմ պետության իրավական փաստաթղթերը, հիմա էլ պետք է հանվի հատուցման իրավական փաստաթղթերը։ Այս ուղղությամբ որոշակի աշխատանք իհարկե անում ենք, բայց մի մարդու համար ահավոր ծանր աշխատանք է, պատմությունները գիտեն, հիմա հիմնավորումների խնդիրը։ Դու համաձայն ես, չէ՞ որ Թուրքիան պետք է վճարի։ Բացի որ մեր հայրենիքը պետք է վերադարձնի, նաև պետք է վճարի։ Այդ վճարման համար 19 թվին 126 տարի առաջ, չէ, 100 ներողություն, 126 տարի չի։ 100 տարի առաջ կլորացնեմ, 100 տարի առաջ, ես ցեղասպանությունը 110 տարի է, հետ ենք գնում, 100 տարի մոտավորապես հաշվել են, որ Թուրքիան մեզ պարտք է 19 միլիարդ 200 միլիոն ոսկու ֆրանկ։ Այսքանը դրված է պարտք է։ Դու որևէ մեկ անգամ լսել ես այս մասին, որ խոսեն։ Քու գիտակցական կյանքում տեսել ես, որ մեկ կխոսի։ Քննարկի։
Բայց այս նյութը կա, չէ։ Նայ Արամ ջան, Այս պետք է գա առաջի օրակարգի առաջի հարց։ Ու մեր սենատի խնդիր այդ իրավական փաստաթղթերը որ հանել եմ, երկրորդ этап այս փաստաթղթերի հանելն է լինելու։ այո։ Որ ժողովուրդն ասենք, ժողովուրդ ջան, ձեզ բոլորիդ ավարտեմ, ձեզ բոլորին խափում են։ Մեզ պարտքա Թուրքիան 1919 թվականի դրությամբ 19 միլիարդ կապիտալիզացիա անելու դեպքում մենք գործ կունենանք 3-4 տրիլիոն ոսկու ֆրանկի հետ, ոչ թե դոլարի, որտեղ հաշվել են ոսկու ֆրանկ, ուրեմն ամբողջ կապիտալիզացիան պետք անես ոսկու ֆրանկով, հետո կստանաս այդ տրիլիոնը, հետո կոնվերտացիա կանես ժամանակակից դոլարի ու կստանաս մի հատ անհասկանալի աստղաբաշխական թիվ։ Դրա համար էլ Արամ ջան, Պես է իրավիճակը։ այսօրվա այս օլիգարխները, այս էլիտը որ կա 30 տարվա իմանալով այս ամեն ինչը, փորձում են Թուրքիայի հետ օֆշորային փոքր միլիարդիկներ, միլիոնիկներ ստանալով, նրանց համար 100 միլիարդ ինչ է, քո ասած գինն ու 100 միլիարդը, դրանք գցենք ոնց որ հիմա ինձ ասես թրի Մարս կամ լուսին, հա, այդ տարածությունն է, իհարկե այս թուրքա հպատակները դրա համար էլ այսօր սպանեցին մեր հերոսներին, ես չեմ վախենում ասել, այո, դուք շատեր այդ մարդա սպանեք, դուք սպանեք մեր կռվող տղեկին, բաժանեցին մեր եկեղեցին, հեսա ես կանդրադառնամ դրան, ուղղակի մի հատ ուզում եմ տարբերություն էլի, եվրեներն էլ ունեցան գենոցիդ 6 միլիոն, բայց ոչ տարածքային այդքան մեծ խնդիր, հա, միլիարդների հասնող, մարդկային ռեսուրսը ավելի շատ էր եվրեների մոտ, հա, բայց նրանց աշխարհը ճանաչեց, մեր գենոցիդը աշխարհը ճանաչեց, բայց չհատուցեց եւ դրա հետևից չգնաց։ Այս տարբերությունը պետք է որ բարձրաձայնվի։ Ես որ ասում եմ հայկական լոբինգը եւ համայնքները եւ այդ հավաքները պետք է աշխատեն ոչ թե քյաբաբ խորոված նարդի, այ պիտի մենք մտածենք արդեն հենց այս սրա մասին։ Բայց ես պետք է Եվրոպայում հարց բարձրացնեմ, ես պատրաստվելու եմ բարձրացնելու Ավստրիայի կամ Եվրոպա մի երկրում, հա, ասելով եղբայր, ինչի եվրեներին ճանաչեցիք, հատուցեցիք, եվրեն որտեղ գնում է, նա այդ երկրի քաղաքացի է, ունի աշխատանք, ունի կացության, տեղ խնդիր չունի, դառնում է միանգամից եվրոպացի, բայց հայի համար ճանաչեցիք, բայց մեզի չընդունեցիք, այս ինչ է կարել մեր հետ, սա շատ կարևոր խնդիր է, ու շատ պատասխանատու բան եմ ես բարձրաձայնում, Արամ ջան, որ ամսի 24-ին մեր հայրենակիցները մոմ վառելով, չասեն մոմը վառեն գնանք տուն, ոչ, մոմը վառեք, պահանջեք եւ ասեք, ինչու այնտեղ ճանաչեցիք եւ հատուցեցիք, բայց մեզ ճանաչեցիք ու չեք հատուցում։ Այս խնդիրը բարձրաձայնեք։ Հələ տենանք այդ մեր սիրելի եվրոպացիները ժպիտը դեմքներին ինչ են մեզ ասելու։ Շատ հետաքրքիր է Արամ ջան, սա շատ բարդ, շատ պատասխանատու թեմա է, որ ես հիմա բարձրաձայնում եմ։ Յուրաքանչյուր գործողություն ունի սկիզբ եւ ունի այդ հենման կետը, որտեղից որ սկսվում են։ Եթե մենք վերադառնում ենք այդ խզման կետին, թե որտեղ առաջացավ, երբ որ ձևավորվեցին ավանդական կառույցները 1948 թվականին։ Մինչև 48 թվականը կար ընդամենը հայ բարեգործականը, որի հիմնադիրը Պողոս Նուբարն էր, 1920-ական թվականներին Պողոս Նուբարը ձևավորեց հայ բարեգործականը, դրեց կապիտալը, որպեսզի այդ կապիտալով կարողանան որբերին, փախստականներին պահեն, կերակրեն եւ այլն։ Հաջորդ ինստիտուտը կառուցվել է 1948 թվականին, որը քեզ եւ բոլորին հայտնի է որպես Հայդատ։ Ինչու 48 թվականին։ Պետք է հարց լինել, ախպետ, ինչի 48 թվականին։ 48 թվականին ձևավորում էր արդեն ազգերի լիգան, որպես այդպեսին դադարել էր գործել, 48 թվականին երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակով ձևավորվեց ՄԱԿ-ը։ Եվ այդտեղ այդ ավանդական կուսակցության ղեկավարները ամեն ինչ եկան, գնացին, այդ քննարկումները արեցին Ամերիկայից Ռուսաստան, գնացին եկան Արևմտյան Հայաստանը միացնելու խնդիր կար Արևելյան Հայաստանին, Միացյալ Նահանգների այն ժամանակվա արտաքին գործերի նախարարը հայտարարեց այն իժով ինչ ուժով որ
ուժեղանա Հայաստանը, այդ ուժով կուժեղանա Խորհրդային Միությունը, իսկ մենք Խորհրդային Միության ուժեղացում չենք ուզում։ Այսի դրանց պատասխաններից հայկական կողմն է սովորականի պես ինքը չկարողացավ խնդրին տալ այն տրամաբանությունը, որը ամրագրված են փաստաթղթերում, ու արանքում ծնվեց հայդատը։ Այսինքն ծնվեց այդ միջանկյալ օղակը, որը որ պետքա հայդատ անվան տակ ներկայացնել արդեն հատուցման եւ այլ խնդիր, եւ այդ հայդատը գիտակցաբար, անգիտակցաբար այդ ինչի մասին խոսում ենք, ինքը մղեց հետին պլան, առաջի պլան բերեց ցեղասպանությունը, ոչ թե բերեց հատուցման խնդիրը։ Պետքա դու նյութական կորուստ ցանկացած կողմեր երբ որ իրար հետ վիճում են, իրենք առաջ են բերում հատուցման խնդիրը, չէ՞ եթե զոհ են ունեցել, հիշում են զոհին, հետո գալիս է հատուցում պետքա լինի, ձևն ատենց։ Իրենք այս հատուցման խնդիրը մղեցին հետին պլան, բերեցին ցեղասպանության ճանաչման խնդիրը։ Նրանք ովքեր որ ցեղասպանությունը պետք է ճանաչեին արդեն։ Հա, ճանաչեցին, Նրանք ասում են ցեղասպանությունը կճանաչենք, բայց թույլ տուր ավարտեն։ Նրանք ասում են ցեղասպանությունը կճանաչենք, բայց դու հատուցման խնդիր չդնեք։ Ու այս բանաձևումով քաղաքական պատվերին հիմա դու ասես ինչ, այդպիսի քաղաքական պատվեր են ստացել։ Հայդատի գրասենյակը գիտակցաբար, անգիտակցաբար հայտնվել այդ քաղաքական պատվերի մեջ։ Հիմա դեն շարունակում եմ մինչև այսօր։ Եթե այսօր ավանդական կուսակցությունը, որ սկզբից խոսեցի դաշնակցության մասին, չէ՞ դե հեղափոխական էս ցավը տանեմ, այ ախպեր։ Բա դու Նժդեի, դու Դրոյի, դու Անդրանիկի, այդ կուսակցությունն է, չէ՞։ Այդ վերջերջո Յանիկյան այդ կուսակցությունից է դուրս եկել, էլի։ Այդ ամեն ինչը դուք արել եք, մի անգամ թասիբով ասա կուսակցությունը պետք է մի հատ ռեստարտ անենք ու այն սխալների մասին բարձրաձայնում եք, թեման փակում եք, օրակարգ եք փոխում։ Այս սփյուռքը հայ ժողովուրդը կարոտ է այդ նոր օրակարգին, քաղաքական օրակարգին, այսինքն կուսակցություն ես 100 արդեն 10 տարեկան, 20 տարեկան դու քաղաքական օրակարգ չունես։ Մենակ ասում ես կամ մահ կամ ազատություն, ինչից ազատություն։ Եկեղեցին ասում է, էլի ազատություն տալիս է մեռնելուց հետո, ինչ ես եկել այդտեղ թազաբան ասում։ Դրանք գիտենք չէ։ Ուրեմն հատուցման խնդիրը պետք է գա օրակարգ։ Հատուցման խնդիրը կարա օրակարգ բերի եկեղեցին, չի բերում, պետությունը չի բերում, ավանդական կուսակցությունը չի կամ կուսակցությունները չեն բերում։ Մնացել են ոչ ավանդական կառույցներ, այսինքն ոչ ավանդական նկատի ունեմ, ովքեր ժամանակի մեջ նոր են ձևավորած, մենք սենատը, ես այդ խնդիրն եմ առաջ բերում, որ հաջորդ սերունդը հիմա որ 10 տարեկան է, որ դառնա 20 տարեկան, ասի վերջապես խելոք մարդիկ էին այդ օրենքի շրջանակներում իրավունքը բերել են տարածք։ Համեցի, այսքան։ Ուրեմն Արամ ջան, ես քեզ հիմա էֆիրով մի հատ բան եմ խնդրում։ Մեր հաջորդ հավաքի, միտինգի ժամանակ խնդրում եմ, որ այս հարցը հրատապ դրվի մեր աշխարհասփյուռք սենատորների հետ միասին, գնանք այս պահանջի հետևից նամակներով ուղարկենք, հասկանալու մենակ ոչ թե պահանջում են գենոցիդը, այո, եղել է, եւ ես ասում եմ անիծված լինի այն հայը կամ այն մարդը, որ ինքը պետք է հրաժարվի այդ իրականությունից, իր սերունդը պետք է անիծվի, բայց հիմա մենք պետք է պահանջենք Եվրոպայում թե Ամերիկայում ու մնացած երկրներում այստեղ սենատը գործ ունի անելու, ինչի հիմքի վրա եվրեներին հատուցեցիք եւ տեղ տվեցիք աշխարհով մեկ դռները բացեցիք, հայերին ոչ։ Ես խնդրած կնեմ, որ դա օրակարգի մեջ դնես եւ մեր հայ սենատորները սրանով զբաղվեն եւ այս հարցը բարձրագույն ամբիոնից բարձրաձայնվի եվրոպական եւ ամերիկական բոլոր ամբիոնները պետք է մենք հարց ուղարկենք, թե իրանք պատասխանը տան, որ իմանան, կարող է մարդիկ այնպես պատասխան տան, որ խնդրեմը ոչ թե եվրոպացիների մոտն, այլ խնդրեմը մեր այս իշխանություններն է, որ առևտրի մեջ են մտել։ Այսինքն շատ կարևոր մի հատ իմացություն է, որ իմանանք, լավ, ճանաչեցին ցեղասպանություն, լավ, ասին գենոցիդ, բայց չի պատժվում թուրքը, չի հադուցում թուրքը։ Էսի մեկ, դու անոր ասեցիր եկեղեցին, քանի որ այսօր հարության այս ֆոնը կա, ժողովուրդը եկեղեցի է գնում, տիսակատարություններ է անում,
շատերը գիտակցելով, շատերը չգիտակցելով, ես ուզում եմ մի հատ հարց բարձրաձայնել, սիրելի հայրենակիցներ ջան։ Հիմա դուք գիտեք, որ ես ասել եմ, ես հայ առաքելական արմատի մեկն եմ ու չեմ հրաժարվե եւ չեմ հրաժարվում։ Ես չեմ խոսում քարե շինության մասին, եկեղեցին դա ես եմ, Տիրոջ խոսքը ասում է տաճարը դուք եք, շինությունը եւ պատմությունը դա իմ լինելու եւ չլինելու մասին է խոսում։ Երբ որ ես օտար երկրներում ներկայացնում եմ Հայաստանը, դա գալիս արդեն կառույցը, եկեղեցին, գմբեթը, ժամը, տեսակատարությունները դրանք հոգևորի հետ, իսկական հոգու Աստծո եւ քո կապի հետ կապ չունեն։ Դա ինքնությունն է, մի մասն է, գործող մի մասն է, որը դա պետքա լինի, որտեղ դու չես կարող ասել ես հավատացյալ եմ եւ վերջ։ Ինչ որ ինքնություն կա գալող հայ առաքելական եկեղեցու ասած այդ առաքելականներից եկած իմաստությունն է։ Բայց մի Արամ ջան, ստեղեզում եմ մի հատ շատ նորից պատասխանատու բան, քանի որ Գարեգին բն ինձ լավ է ճանաչում եւ իր կողքի մարդիկ մի քանի անգամ իրան ասել են Գարեգին բ ապաշխարի եւ գավազանը ոչ թե մենակ տոներին բարձացրու եւ լատիներեն բառեր խոսավոր ժողովուրդը գառները չեն հասկանում այդ քարոզի տիրոջ հարության մասին, ես հեսա կանդրադառնամ։ Նույնը հովիվներ կոչվածներ, որ ես շատերիդ ասել եմ, միաբանությունը, այս ինչի եկեղեցի, այն ինչի եկեղեցի, դրա համար էլ մեր ինքնությունը մենք չենք կարող պահել։ Արամ ջան, տարբեր երկրներում այսօր ինձ մի հատ բան ուղարկեցին, որ Ֆրանսիայում բացվել է եսիմ ինչի եկեղեցի։ Երիտասարդներ աղոթում են, շատ լավ եք անում, որ աղոթում եք, շատ լավ եք անում, որ Սուրբ Հոգի եք ընդունում, շատ լավ եք անում, որ լեզուներով, ես դրանցից մեկն եմ, բայց ձեր ինքնությունը եւ պատմությունը մի ջնջեք, հենց Թուրքի ուզածը եւ այդ դագավորները, որ ստորագրել են, այս այա, որ մեր Եվրոպայի ցավոք սերունդը, հայ սերունդը Արամ ջան, ճանաչում է Քրիստոսին լսելով լսելա, բայց չի տեսե։ Դրա համար այսօր այս ինչի եւ այն ինչի եկեղեցին են բացում, բայց մենք դրան շատ անգամ եմ անդրադարձել, կան հովիվներ ինձ օրհնում են, կան հովիվներ ինձ ատում են, դա իրանց խնդիրն է։ Հիսուսին էլ էին ատում։ Երբ որ նա եկել է ճշմարտությունը քարոզելու, հենց այսօրը հաղթեց ճշմարտությունով ինքը հարություն արավ։ Բայց հիմի Արամ ջան, մի հատ բան եմ ուզում բարձրաձայնել։ Տեր Գարեգին, այդ տեր բառը, այդ երկու տիտղոսները, ով է իրավունք տվեր տերտերին, որ գրվում է տեր, գբ կամ չգիտեմ, բգ, դենց այդ մայ բենարանը։ Տերերի տեր իմ համար սիրելի քրիստոնյա ժողովուրդ, դա Հիսուս Քրիստոսն է, որ հարություն արավ եւ նրա գլխի վերևում գրվեց թագավորների թագավոր։ 1. Տերերի տերը դա Հիսուս Քրիստոսն է, որ հարություն արավ հենց քո համար եւ իմ համար եւ բոլոր աշխարհի մարդկության համար։ Այդ երկու տիտղոսները, որը որ շատ կարեւոր են, այստեղ շատ խորային թեմա կա, որ ես փորձեմ Արամ ջան, քեզ հարցը տալուց հետո բացատրենք, որ մեր հայրենակիցները հասկանան, թե այս մի քանի 100 տարվա մեջ հայի տեսակը ինչ են սարքել։ Տես մենք խոսում ենք թղթերից, որը ասում ենք ջայերով, մոմերով, այո, ճանաչին ցեղասպանություն, բայց հետին միտքը Եվրոպացիներն ասում են ինքեր մենք կասենք, բայց մի պահանջեք, որ էսի մարդասպանա սրա հետևից գնանք։ Այս սրա հետևից մենք պետքա գնանք, Արամ ջան, կամերատելի անջատվավ։ Զանգ եկավ հիմա, մեկ վարքյան դու խոսեք, զանգ։ Այս սրա հետևից մենք պետք է թանք սիրելի հայրենակիցներ, ջահերով, մոմերով, պետք է գնանք ֆրանսիացիների մոտ, պետք է գնանք եվրոպացիների մոտ, ամերիկացիների, ռուսների մոտ ասելով, եթե դուք ճանաչել եք Հայաստանի հայի ցեղասպանությունը, գենոցիդը, ապա ինչի չի պատժվում թուրք ազգը, թուրքը ինչի սրա համար չի հատուցում։ Այդ դրա համար մենք պետք է պահանջենք, ոչ թե մենակ ջահերը, մոմերը, դրա հետ միասին մենք պիտի պահանջենք մեր տատերի, պապերի եւ մեր սերունդի եղածը դուք պահանջատերը պետք է լինեք, դուք չեք պահանջում, նրանք էլ չեն, ասում են լսի սրանք չեն պահանջում, կային ես Նիկոլա Փաշուղլինել մի 100 միլիարդ տանք, որտեղ ասած Արամի թիվը, որտեղ 100 միլիարդը, Արամ ջան, սրանց համար այդ 100 միլիարդի չդան։ Սերժի պես խաղամոլին ինչա պետք 100 միլիարդ փա, որ այդ կազինոներու քթերը քաշի ու ձեր ասելով վայ, դուք պահանջեք 108 տարի պահանջում ենք ինչ ենք պահանջում ճշմարտությունը մեզնից լավ մեր ճշմարտությունը իմացող կա չկա
Մեզնից լավ մեր պատմություն իմացող կա չկա։ Աբացուցել ենք, բայց հիմի չենք ասում, ինգեր, արի ձեռքերս բռնենք, գնանք հասնենք այդ Թուրքիային, ասենք, այս միլիարդները, այս նավերը, այս կառույցները, որ դուք ունեք, ում փողերով եք արել։ Սիրելի եվրոպացին, ես Եվրոպայում ապրով չեմ վախենում այս բառը ասելու, ես այո Ավստրիայի օրենսդիրին այս նամակը ես պետք է պատասխանեմ հենց իմ անունով, որպես ժառանգորդ, հարց եմ տալու իրեն։ Ինչի համար ճանաչեցիր Մուսա Լեռան 40 օրը ավստրացին ա գրել։ Ճանաչում ես այն ողբերգական ցավերն ու խնդիրները, բայց իմ հետ չես գալի պահանջես, բա իմ անցյալի այս ամեն ինչը որդուց ձեզ այ քոչվոր ազգ։ Այսի պետք է մենք պահանջենք։ Իշկանովա ճիշտ Արամ ջան, մենք Եվրոպա 30-40 տարի հետո ասենք, գիտես ինչ կա, այս սարը մերն է, այս տունը մերն է, այս թաղամասը մերն է։ Կասեմ, վայ, ոնց դուք ով եք, դուք եկել եք քոչվոր եք եղել։ Բան չէ նույնը թուրքին չեք ասում։ Այսի պետք է պահանջենք, այս թիրախը մենք պետք է բարձրաձայնենք։ Ոչ թե մենակ պահանջում եք, ճանաչեք, հա խոսքա կասեն, բայց այդտեղ շատ կարևոր է, որ ճանաչենք, ինչ թուղթ են ստորագրել, ինչ համաձայնության են եկել մեր երկրի այս ապուշները եւ եվրոպացիք, թե իրականում չկա, ուղղակի պահանջող չկա, ձենել չեն հանում, Արամ ջան, կարա դա լինի։ Կարա դա լինի։ Բայց ես խիստ կասկածում եմ, որտեվ այս ձևի 30 տարվա մեջ օլիգարխիան, այս ձևի հարուստ ոչ մեկ չէր կարա։ Մի քանի հոգի են աշխարհում կարողացել բիզնեսներով դառնալ փողով միլիարդատեր, բայց այդտեղ նիտոտը շտոտ այն ասում մի բանը այն չի։ Մի բանը այն չի։ Գցենք Սերժը ճղած բոթասներով գա դառնա միլիարդատեր, ո՞նց է դա պատկերացնում։ Ցենք այդ ինչ արեց։ Այդ ինչ արեց, որ մենք այս 30 տարի բիզնեսով ու աշխարհում այդտեղ չկա գնացած չնեմ, այդ միլիարդները մենք չենք կարող կառավարենք։ Այդ ո՞նց ալնում Արամ ջան։ Թե ենք ավելի խելքով էր քան թե մենք։ Համիստեղ նույնը Գարեգին ՏՏ։ Տերերի տեր Տիտխոսը, որը վերցվել դրել է իր տակը, ասում է վայ, մենք հոգևորական ենք, մենք Սուրբ Տեր Գարեգինն է մենակ Տեր կոչում։ Հիմի Արամ ջան, ուզում եմ Գարեգինին, չգիտեմ, բարի խաբար մեր հայ ազգին, վատ խաբար Գարեգինին, Գարեգին B, այս Սուրբ օրով, որ դու փորձել ես կմկմելով գրած 3 տող կարդաս եւ հոտին տարել ես, հասցրել ես գերեզմանոց, չես կարող քարոզես իրական հարության մասին։ Հարություն քարոզողը չի կարա տերերի տեր լինի, այդ տերերի տերը հարություն առնող տղեն է, որ անունը Հիսուս Քրիստոս։ Ես խոստանում եմ շուտով, Արամ ջան, Տեր Տիտխոսից խոսելով հասկանանք մեր հայրենակիցները, թե ինչ խուլիգանություն է եղել մեր երկրի հանդեպ եւ երկնքի հանդեպ։ Ոնց է հասե այս Տիտխոսը Գարեգին B-ին։ Խնդրեմ քո մեկնաբանությունը որպես հայ քրիստոնյայի։ Պատմականորեն խնդիրը պատմություն ունի, մեկ ասում են դու շատ ես գնում պատմությունը, բայց ուրիշ տեղ չկա գնալու։ Պատմությունը պետք է գնաց որոնդեղից բերես։ Երբ հայ առաքելական եկեղեցին արդեն ստանձնում էր ոչ միայն հոգևոր ղեկավարի դերը, այլ նաև թագավորի բացակայության կամ թագավորի հետ կոնֆլիկտի պարագայում վերցնում էր իր երկրորդ ֆունկցիան, երկրորդ տիրոջ ֆունկցիան, այսինքն գահի, հողի գետնի վրա եւ երկնքում, Տեր երկնքի եւ Տեր երկրի։ Թագավորի բարձրագույն տիտղոսը ըստ էության անցավ ամենայն հայոց կաթողիկոսին։ Եվ Տեր տերմինը իրենք պահում են այդ սկզբունքով աշխարհիկ եւ հոգեվոր Տեր։ Հիմա մենք խոսել ենք միապետական ինստիտուտի վերականգնման հետ կապված քննարկել ենք ինչ որ խնդիրներ, ասել եմ բարձրությունների հետ գործ կունենանք, որտեղ բարձրագույն տիտղոսը գտնվում է հոգեորական դաշտում, Տեր իմաստով, երկու Տեր։ Եվ Հայաստանում ըստ էության միապետական համակարգ կամ թագավորական համակարգը բարձրացնող, վերականգնող ինքը պետք է կոնֆլիկտ ունենա կաթողիկոսի հետ։ Տիտղոսը պետք է հետ վերցնի։ Իհարկե։ Ուրեմն էլի հայտնվում ենք կոնֆլիկտի տարածքում, էլի ժամանակին ստեղծված կամ ժամանակին ինչ-ինչ պատճառներով ձևավորված այդ ինստիտուտը այդպես է։ Նաև հոգեորականները բոլորը կհաստատեն, որ հայոց հայրապետը օծվում է թագավորական ծիսով։ Բայց հիմա հակառակն է։
Դե դա էլ ուրիշ խնդիր է։ Դա էլ ուրիշ խնդիր է։ Պարզապես մենք դու հարցնում ես որտեղից, ասի թակավորին կահանկեց անելուց հետո, բար ժողովրդական լեզվով չկա թակավորը տիտղոսն ինչ անենք, տիտղոսը տանք կաթողիկոսին, տվեցին կաթողիկոսին։ Կաթողիկոս դրանով հանդես է գալիս, հիմա որ կամ ասեմ ես թակավորն եմ, տիտղոսից հետո կասի չեմ տալիս։ Հայտնվում ենք հաջորդ կոնֆլիկտի մեջ։ Արամ ջան, կարելի է մեկ Թակավորը խոսքով կգա, շարունակեք։ ներողություն ավարտեմ ու խոսքը փոխանցեմ։ Թակավորը կգա, կդառնա առանց տիտղոսի։ Հասկանում ես, թակավոր, որը տիտղոս չունի, թակավոր, որը սեփականություն չունի, թակավոր, որ ժառանգություն չունի, ոչինչ չունի, պարզապես տկլոր թակավոր։ Դե արի թակավորը դիմա աշխատի։ Հիմա Համեցեք։ սիրելի հայրենակիցներ, ես գիտեմ ինչից եմ խոսում, վարակույրները մենք կամաց բացում ենք ճշմարտությանը։ Ու գալու է այդ ճշմարտությունը, ես գիտեմ, մենք շատ մոտ ենք բաների, որը որ սա գրվելու է աշխարհով մեկ, այս պատմությունները գրվելու են սերունդասերունդ, թե ինչա լինելու։ Հիմա բացադրեմ։ Ուրեմն, առաջինը խոսեցինք հայոց ցեղասպանության գենոցիդ բառը, որ թաքցված է, միայն բառն է բարձրաձայվում եւ ոչ մինչև գործողություն, մինչև վերջի 29000-ն էլ հանձնվի Թուրքին եւ վերջնականորեն չկա պետություն, չկա պահանջ։ Սա է տանում 1։ Երկրորդը ժամանակավոր այո չի եղել թակավոր, որտեղ մեր թակավորը ինչ-ինչ պատճառներում հայտնվել է ինչ-ինչ տեղերում, եկեղեցին պաշտպանել է, այո, պաշտպանել է թագը եւ տիտղոսը, բայց ստեղ մի հատ բայց կա։ Մենք բոլորս գիտենք Արտուր Ասատրյանին, որ ստեղծեց թակավորների մեծ պատմությունը։ Մեր լավ բարեկամ ընկեր Արտուր Ասատրյանը։ Եվ ես երկրորդն եմ Եվրոպայում եւ աշխարհում, որ ես նույն բնօրինակը ոչ թե մեծ մասշտաբի, բայց իրական պատկերը ունենալու Ավստրիայի Հանրապետությանը։ Հիմա ստեղ հարց է գալիս։ Ազգերը խոսում են ծովից ծով եւ Հայաստանի մասին, երբ որ մենք սկսում ենք մեր գրքերը, այսօր այստեղ է այս գրքերից մեկը այստեղ է։ Խոսում է մեր ինքնությունը, մեր պատմությունը, մեր թագավորների նվաճած եւ չնվաճած սխալներն ու ճշտերը, 50 թագավորի մասին, իր ռեգիոնով, իր մասշտաբով, մենք ունենք բոլոր սերտիֆիկատները, ստեղ հարցը գնում է ոչ թե որ մենք ուզում ենք հիմա թագավորական սուրով ապրենք, ոչ, ստեղ գալիս է ազգի ինքնությունը, որտեղից ենք մենք սկսվել, ով են քոչվոր ազգը եւ ով է իսկական Աստծո 5000 տարվա նոյից ստեղծված հայերը։ Հիմա ստեղ ի՞նչն է հարցը։ Մենք փորձում ենք դառնալ գալերիա։ Մեր նկարները վիժեցրել է տեր դնելով իր տակը երկու տիտղոս, որը ինքը տերտերի հետ կապ չունի աբսոլյուտ։ Ես գիտեմ, ես հոգևորականների հետ խոսեմ, ես նոր եմ ես եթերը ասել, Արամ ջան, ես քեզ ասեմ, որ ես խոսել եմ հայ առաքելական հոգևորականների հետ։ Հիմա վիժեցրել ենք մենք մեր պատմությունը 3000-4000 տարվա թագավորական պատմությունը մինչև վերջի թագավորը։ Սարքել են գալերիա։ Դրա համար ադրբեջանցի բլոգերները եւ մնացածներն ասում են ուր են ձեր պատմությունը։ Ուր են ձեր իշխանները։ Բա ինչի ինստիտուտներ չունեք։ Այո, ես ասում եմ Արամ ջան, որ մենք շուտով սկսելու ենք մեր թագավորական տիտղոսի հետ պահանջը եւ թագավորական ինստիտուտը վերականգնելու։ Դա է մեր ինքնությունը, եթե դու հայ ես, պետք է դու ապացուցես, որտեղից ես եկել։ Նախ, եթե մենք հիմա գնում ենք գենոցիդի հետևից, ասելով լսի արա, մենք պահանջատերն ենք, եվրոպացի չով ուզում եք ճանաչել եք, դե մինչև վերջ ճանաչեք։ Պետք է ասի դե բերեք ձեր ինքնությունը, այդամ Գարեգին բի տեր վեկալ եմ բերեմ, ասեմ տերն է մեր ինքնությունը, ոչ, նա վիժեցրել է։ Այս պահին Գարեգին բն վիժեցրել է մեր իսկական տիտղոսը, որի գահը ինչի պետք է այսօր լինի Անգլիայում կամ Ռուսաստանում, Արամ ջան։ Ինչի պետք է չլիներ այսօր։ Գիտեք, ստեղ խնդիրը որն է, որ
Այսօր ես շատ զարմացած եմ, որ լինելով, տեսեք, հարության օր ենք մենք նշանակում, ասում ենք հարություն առի Հիսուսը, այո, ես ասում եմ այո եւ ամեն, բայց լինելով շնորհքի երկիր, առաջի քրիստոնյա երկիր, Հռոմն է այսօր աշխարհի քրիստոնեական երկրի տեր ու տիրակալը։ Ինչի, պարոն Գարեգին, հիմա դու ես քեզ եմ հարցը տալի, ինչու պետք է Էշմիածինը չլիներ, ինչի պետք է մեր թագավորական ինստիտուտները չլիներ, որ այսօր մենք կարողանանք թագավորական ինստիտուտների հետ խոսել, որ ասել, լսեք, դուք մեր թագավորների պատմությունը ձեր գրքերի մեջ կան, տվեք մեզ, որ մենք ապացուցենք աշխարհին, որ մենք եղել ենք այս տարածքի տիրակալը։ Հիմա հասկանում ես Գարեգին, ինչի են քեզանից մենք այսօր բարձրաձայնելու ու բարձրաձայնելու ենք ավելին։ Արամ ջան, խնդրեմ, հասկանում եք, ինչ եմ ես խոսում։ Ես ուզում եմ, որ մեր անցյալը իրականություն դառնա։ Իսկ Գարեգին վեկալե տիտղոսը դրետակը նստելա։ Ինչի Գարեգին, դա իդի քո տիտղոսը չի։ Դա ոնց որ ես հիմա բժիշկը այս ժամանակ հիվանդանա, գնամ ասեմ, գիտես ինչ կա, քո բժշկական դոկտոր տիտղոսը տուրի մոտ, որ հանգարց չվեկալեն, Արամ ջան։ Հենց որ կարողանաս հետ գգաս, ես քո ու վсё, մենք դոկտորի տիտղոս չունենանք, դոկտորականի տիտղոս չունենանք։ Այսի չիմացությունն է, սիրելի սփյուռք, սիրելի հայրենակիցներ, որ պետք է մենք սրան համար բարձրաձայնենք, եթե չկա ինքնություն, չկա ազգ։ Դրա համար հիմա փորձում են ռետինով այս ապուշներին դրել մի 100 միլիարդ փողը տվել են, մնացած բիլիոնների դեմ, ասում են ջնջեք։ Ինչի պետք է մեր այսօր թագավորական կառույցը չաշխատեր։ Ինչի պետք է լիներ գալերիա, ոչ։ Ես դրան դեմ եմ, Արամ ջան, գալերիա չի լինելու առողջ, մենք վերականգնելու ենք մեր թագավորներին, ով ենք մենք։ Թագավորներից կսկսենք, եկեղեցուց կսկսենք իրական եւ կգանք այ հիմի այս պաշտոնական ձևով, այ հիմիկվա դարով, կասենք դե նայեք մենք ով ենք եղել, արա։ Մենակ գենոցիդով մեզի խափում եք այդ բառը, մենակ բարձրաձայնում եք ու հաջորդ օրը ղրգում եք մեր տներով, տարին մեկ գալիս ենք գենոցիդ, տարին մեկ անում ենք հարության տոն, ծնունդ ու եւ վերջ։ Մինչեւ վերջանալները մեր։ Սա է մեր խնդիրը, Արամ ջան։ Եվ ես ասում եմ, եթե մենք կոչվել ենք սենատորներ եւ մենք պահանջատերն ենք ամեն ինչի, ես քեզ խնդրում եմ, որ մենք բոլորս այս թեմաները ինչ որ բարձրաձայնենք, այս եթերները մնալու են, մենք էլ չլինենք, որ մեր երեխեքը, մեր ծորները, մեր թորները իմանան մենք ինչի ժառանգորդներն ենք եղել, հերիքա մեզ ազգ, որը 5000 տարի կա, այսօր սարքել են մեզի չլնող ազգ, այսօր սարքել են 29000, այսօր եկեղեցին իր տեղում չի, այսօր հոգևորականը իր տեղում չի, 250 հատ տարբեր չգիտեմ ինչական անուններով եկեղեցի է կոչվել։ Եթե սա Բաբելոն չի, բա ինչ է, Արամ ջան։ Գիտեք, ես մի բան եմ ուզում հիշեցնել, երբ որ Մովսեսը Եգիպտոսից հանեց, մենք այսօր Եգիպտոսի մեջ ենք գտնվում։ Ուր են ձեր Մովսեսները, ուր են ձեր հոգևորականները, ուր են ձեր մարգարեները։ Ես մի բան եմ ուզում ասեմ, Արամ ջան, որ մի ազգ 95%-ը պարքի տակ է։ Եթե սա ռաբ չեն, կներես հայերեն ոնց է կոչվում այդ ռաբ բառը։ Ստրուկ։ Մենք այսօր Հայաստանի քաղաքացի իր որդին եւ իր թոռը չի կարա իր հորական տունը ժառանգի, որտեղ բանկի տակ է։ 95%-ը ազգի բանկի տակ է եւ ասում է ես քրիստոնյա ազգ եմ։ Քրիստոնյան չի կարա ստրկության մեջ լինի։ Այսօր այս հարության օրը Քրիստոսը տվեց մեզ իշխանություն եւ ազատություն եւ հարություն։ Չի կարա լինի, Արամ ջան, սես բան։ Չի բռնում, դրա համար ազգերը մեր հետ հաշվի չեն նստում։ Դրա համար երբ որ մարդիկ խոսում են, ասում են, վայ, վախեն, ինչից եք վախենում։ Քրիստոսը տվել է ձեզ հարության գաղտնիքը։ Մարմինս տարակ, հոգիս չեք տարա, բայց այս խոսքերը մնալու են։ Այս է խնդիրը մեր, որ ասում ենք, մեծ փրտում ենք, բայց իրականության հետևից չեն գնում։ Եթե դուք ձեր թագավորների, եթե դուք ձեր հավատքի իսկական հետևից չեք գնում, ով է գնալու, եթե դու քո պապի տատի պատմության հետևից չես գնալ, Նիկոլն ասում է կասկածի տակ եմ դնում, տատդ էշից հանգե պապիդ հետ թե թուրքն է խփե։ Ու որևէ մեկը չի բարձրաձայնում ասի, այ բոզի տղա, դու չես որ իմ տատու պապի իմ սերունդի հավատքի համար դու պետք է խոսաս։ Ես եմ ժառանգորդը, 10 միլիոն հայ դա ժառանգորդը, որ այսօր բոլորդ լռում եք։ Այս է խնդիրը, այ 24-ին, երբ որ գնաք այդ ջահերով, հիշեք այս խոսքերը, որ դուք եք հարություն առողները, դուք եք շնորհքի երգիրը, դուք եք Քրիստոսով այդ իշխանություն ունեցողները, ոչ թե
օտար ազգերը, խնդրեմ Արամ ջան, թե չէ շատ խոսամ ավելի կջղայնանամ։ Նայ, թագավորական ինստիտուտն էլ մի ուրիշ թեմա է։ Ովքեր որ այդ խնդրով հետաքրվում են, մի քանի միտք ասեմ, ուրեմն 1994 թվականին Հայաստան հրավիրեցին ազգային անվտանգության ծառայության կողմից Ռոլանդ Բաքրատունուն, ով ապրում էր Ռումինիայում այդ ժամանակ, իրեն հրավիրեցին ու ուզում էին, որ այդ միապետական ինստիտուտը վերականգնվեր կամ փորձ էին անում ամեն դեպքում վերականգնելու։ Դե հայկական կողմն էլ որ ասում են թակավոր, ուրեմն մտածում են արդեն այդ թակավորը մի 2-3 միլիարդ դոլար փող ունի անպայման, էլի, տենց են մտածում։ Հետո որ Ռոլանդ Բաքրատունն եկավ, տեսա որ դե սովորական մարդ է, ոչ փող ունի, ոչ կայք ունի, ոչինչ չունի, պարզապես տենց թղթերով գիտի, որ ինքը Բաքրատունի է։ Բերեցին, պտտացրեցին, տարան ու դրանով այդ թեման փակվեց։ Հետո ես Ռոլանդին Բաքրատունին հանդիպեցի 2013 թվականին Փարիզում, տեսագրությունները կա իմ ու իր հանդիպան, հատուկ տեսագրել եմ, պատմությանը դա պետք է, որտեղ մենք ինստիտուտների մասին ենք խոսում։ Ինքը ասեց ես հայոց թագավորի մասին ոտդ գազից վերցրու, այդեն ժողովրդական լեզվով եմ ասում։ Բաքրատունն ես փառքուպատիվ, ուրեմն մենք խոսում ենք հիմա Բաքրատունյաց տան մասին, բերեք Բաքրատունյաց տան խնդիրը լուծենք, մի հատ բարձրացնենք սկզբից։ Հետո նոր տեսնենք ինչ ենք անում։ Ու այդ ձևաչափով մենք ԱԱԿ-ին լուրջ աշխատանքներ արեցինք, հասանք այն կետին, որ ձևավորել ենք թագադիր խորհուրդ, ձևավորել էինք։ Ցավոք սրտի էլի կոոպերատիվ սկզբունքը գերակայեց, այստեղում էլ արդեն թագավորական մտածողություն կամ միտք ունեցող մարդկանց մեջ ծնվեց գիշերը 12-ին հաջորդ կոոպերատորները, որոնք ասեն ես թագավոր եմ։ Ես էլ ասեմ այ ախպեր լավ կարող է դու մտածում ես թե իմ խելքին չի ասում, մենակ քո խելքին է ասում, որ կարաս քեզ անվանես թագավոր, դա չի կարելի, մենք խոսում ենք ինստիտուտի մասին։ Հիմա 25 թիվն ենք, այդ ընկերների մի մասը գնացին ամեն մեկն իրենց գործով, բայց իհարկե ինստիտուտը այն հիմքերը առողջ են, մաքուր են, լավ են, շիտակ են եւ հնարավոր կլինի շարունակել։ Սա պատմական մասով, հիմա նոր բանի մասով, ինչա տեղի ունեցել։ Հայոց վերջի թագավոր Լևոն 5-րդը 5 նավ հարստություն ի պահ տվեց Լոնդոն։ Այս մասին գիտեն Լոնդոնում, հայկական տարածքում գիտեն, տեղյակ են։ Հիմա ամեն անգամ երբ որ փորձ է արվում, ասենք Լոնդոնից սկսել երկխոսությունը, Լոնդոնը այնպես ավերել, ասում է ես որևէ մեկ էլ չեմ խոսում, եթե թագավորական տիտղոսով չի կամ չի ներկայացնում, այդ թեման ես իրենց հետ չեմ քննարկում։ Այսինքն Լոնդոնի հետ, որ պարզ լինի։ Բայց այնտեղ հայոց գահերից մեկը այնտեղ է դրված, հայոց գահերից մեկը Մոսկվայում է դրված, կապիտալը Լոնդոնում, հայոց տիտղոսակիր կամ թագավորական անունը կրում են իտալական Սավոյների ընտանիքը, հայոց թագավոր, երկրորդ տիտղոսը ցարական Ռուսաստանը։ Տես ոնց է բաժանած։ Կապիտալը անգլիացիների մոտ է։ Մի տիտղոսը տեր հոգևորականների մոտ է հայրաքելական։ Քաղաքացիական կամ միապետական տարածքում մի տիտղոսը իտալացիների մոտ է, Սավոյների ընտանիքի մոտ է։ Հաջորդ տիտղոսը Ռոմանովների մոտ է ցարական։ Դու պատկերացնում ես մեր վիճակը։ Այս sense ավերելուց հետո դու ոչ Սացունցի Դավիթի թուրքեծակինը, ոչ էլ Սացունցի Դավիթը տղեն, թորը կարողանան այս հարցը լուծեն։ Մի 200 տարի պետք է որ կարողանաս այս տիտղոսներին բերես ընդհանուր դաշտ։ Դու պատկերացնում ես, դու կարաս ոնց ես պատկերացնում, ասենք Ռամանովներին ասես դե տիտղոսը հետ դուր։ Դու մենակ երբ որ մենք կունենանք առողջ ինստիտուտ մեր երկրում։ Աբրես, հիմա նայ որևէ մեկը որ գնաս որ Ռամանովն ասի տիտղոսը հետ դուր կասի, փախեք գնացեք կամ գնաս Սավոյներին ասես։ Կամ գնախի տերտերին ասա որ երկու տիտղոս վեկալի դե թևի տակ նստել է։ Ուրեմն որպեսզի այդ խնդիրը լուծվի, մենք ունենք թագավորական այդ իրավունքը ժառանգական, ունենք նաև տներ, ունենք նաև մարդիկ, ովքեր որ այդ ամեն ինչը իրենց ուսերին կրում են։ Լավ թե վատ։ Դրանք դնում ենք այն կողմ։ Ուրեմն Մամիկոնյանների սերունդը կա։ Մամիկոնյանները հանդես են գալիս Չիլինգարյաններ Հայաստանում։ Ես իրանց ողջունել եմ, ասել եմ, արծրունիները կան։
Բաքրատունիները կան, այդ Տիգրան Բաքրատունին ում հետ որ դու հաղորդակցում ես, ինքը Բաքրատունիների տան ներկայացուցիչն է։ Իր բոլոր ատրիբուտներով հանդերձ։ Հիմա էլի Բաքրատունիներ կան, ասում են մենք Բաքրատունիները, սա մեր գնացեք իրար հետ մի հատ գենետիկ տեստ արեք, ինչ մի դժվար բան է։ Այո։ Ասում են Բաքրատունից, որ դու բանը չես թրել, որ դու քեզ փոխանցել որ դու Բաքրատուն Թիֆլիսից բաները զանգեցին Բաքրատունիները Թիֆլիսում ապրող, ասեցին ոգևորված այն ասեն մենք մեր ազգանունը Ագադիրյանները, մենք Բաքրատունիներ ենք, բայց չենք կարողանում ներկանալ Բաքրատունի, այդպես ենք։ Մենք էլ ասենք տաքսի քշող տղերք ենք էլի, հիմա գանք ասենք թակոր ենք, բայց ախպեր մեզ չմոռանաք, էլի որ վերականգնում եք, մեզ էլ վերցրեք, ասի ես ձեզ երաշխավորում, եթե վերականգնվի, դուք ձեր տեղը կունենաք այդ ինստիտուտի մեջ։ Արտուրիները կան, Մամիկոնյանները կան, Չիլինգարյանների ձևով կան, Արգուտյանները կան, խնդիր չկա, Ռուբինյանների միջող կա։ Արամ ջան, Այդ մարդու այս ինստիտուտը պետք է վերականգնվի, որ մեր ինքնությունը, մեր իրական նկարը, մենք կիսատ լոգոն վեկալել ենք, ասում ենք մենք էս ենք, մենք են ենք, մենք են ենք, մարդիկ ուղղակի լուրջ չեն ընդունում էլ, արդեն պրծնում ենք, մենք պետք է բերենք մի տարածք, որը հասկանանք, հոգևորը որտեղից եկավ շնորհքի երկիր Հայաստանը, դա շատ ամենաառաջնականն է, հոգևոր դաշտը, հետո թագավորական դաշտը, հետո նոր էս հմիկվա պարլամենտը, որ հասկանա ազգերը մեր հետ հաշվի նստեն։ Ես իսկապես այդ խնդիրներով շատ մտահոգ եմ, հասկանում եմ քեզ, ամեն մի հայ իր մեջ որ զարթնում է ինք իրեն թակավոր ազգում, դա նորմալ է, որ ինք իրեն թակավոր զգա, բայց առանց ինստիտուտի չես կարող ոչ մի բան անել։ Առանց ինստիտուտի Քաշնազարի պատմության մեջ ենք հայտնվում։ Սկզբից ինստիտուտը։ Այդ ինստիտուտն էլ երեք աստիճան ունի։ Մի հատ ճշտում անեմ։ Արամի խոսքը, ով որ զարթում է թակավոր, զգալով այո, հարությունից հետո որպես հոգևոր դաշտում դուք բոլորը, երբ որ դուք ընդունում եք Հիսուս Քրիստոսին Տեր եւ Փրկիչ եւ հարություն առած, դուք որդիներ եք, որ թագավորներ եք կոչվում ըստ Աստվածաշնչի։ Մենք խոսում ենք մեր իրական պատմություն թագավորներ, որ եղել են եւ նրանցը հիմա վիժեցրել են։ Էսի ասեմ, որ ժողովուրդը մեզ ճիշտ հասկանա, Արամ ջան, բացադրելու տեղ կա, էլի որ բացադրվենք բոլորս, ես էլ առաջ չի հասկանում ես ամեն ինչը։ Խնդրեմ։ Եթե խոսում ենք միապետական ինստիտուտի վերականգնման մասին, այս ինքն էլ աստիճաններ ունի։ Առաջի ամենակարևոր աստիճանը պետք է լինի ասպետական դպրոցը։ Այսինքն դու պետք է այնտեղ կադր պատրաստես, իսկ միապետական ինստիտուտի հիմքը ասպետներն են։ Հիմա դրանք կլինեն խաչակիր ասպետներ, կլինեն կրակակիր ասպետներ, թրակիր ասպետներ, ինքը էական չի, ասպետական դպրոցը պետք է լինի։ Այդ ասպետական դպրոցը 5 տարի ունենալուց հետո արդեն կլինի առաջի 100 ասպետը։ Ինքը բավարար է արդեն։ Երկրորդ խնդիրը այն տները, ովքեր որ ասում են մենք ժառանգորդ ենք եւ իրենք ինչ որ փաստաթղթեր ունեն կամ ինչ որ բաներ ունեն, դրանց էլ համակարգում ենք Փառք Աստծո ժամանակակից տեխնոլոգիաները ցույց են տալիս գենետիկ տեստերով ամենջապես ճշտել ով ինչ առանձնահատկություններ ունի, ըստ դրա համակարգել։ Հիմա մեզանից ոչ մեկը բան չունի, էլի, այդ առումով գարանտիաներ չունի, որ ինչ որ մի բան ասում է, ուրեմն դա այդպես է, գենետիկ տեստ ուրիշ բան կարող է ցույց տալ, բայց դա էական չի։ Էականը, որ մենք ազնիվ ենք մեր պահվածքի, մեր ասացի, մեր կատարածի նկատմամբ։ Մենք սրա հետևից գնանք, սա մեր ժառանգությունն է, ինչի պետք է մեր թագերը օտար երկրներում լինեն։ Ինչի համար։ Մեր ժառանգությունը թուրքը վայելի, մեր թագավորներին անգլիացին ու ռուս ու իտալացին վայելեն, ու մենք կոչվում ենք ազգ, մենք չենք եթում մեր ժառանգության հետևից, էս է իմ խնդիրը։ Մենք չենք պահանջում, չենք ուզում ուրիշից ինչ-որ մի բան, այլ ուզում ենք մերը, բայց քանի որ մենք մերը չենք կարողանում ներկայացնենք, ասում են ինչ տանք ձեզ։ Էս է մեր խնդիրը, Արամ ջան։ Իմ կոնկրետ խնդիրի դեմի դրված հենց խնդիրը սա է։ Ինչի պետք է մեր թագավորական գահը չլներ համապատասխան տեղում։ Ինչի մեր եկեղեցին, հայ եկեղեցին աշխարհում միակը տեզերային տիտղոս ստացածը, մենք պետք է բոլոր աշխարհը գնան հռոմ, եթե ոչ Էշմիածին։ Էշմիածին սարքողներին, կառուցողներին, հզորացնողներին
Հանեցին Սարգին երկրից դուրս հանեցին։ Այս սրա դեմը պետք է մենք առնենք, Արամ ջան, սրա դեմը պետք է մենք խոսանք, այն ինչի մասին որ մենք խոսում ենք, ես խնդրում եմ, որ մենք սրանք սա թղթի վրա գրենք եւ բացենք այս ինտերնետներով, որ մեր երկրի քաղաքացիները, մեր հայրենակիցները 10 միլիոնը հասկանան, եթե դու ուզում ես ասես, որ ես հայ եմ, դու պետք է նախ քո նախնիներին ճանաչես, քո սահմանները ճանաչես, պահանջում ես, մարդը եվրոպացին ասում է, ինչ ես պահանջում։ Այս վերջում ես TikTok-ով տեսա մի հատ ցավալի բան, որ այն ադրբեջանցի բլոգերը հային ասում է, դե Քրիստոսի մասին պատմի, Քրիստոսի եվրեյա։ Հասկանում ես, եւ այդ հայը տեսավելացնու բան չունի, դե ինքը ինֆորմացիա չունի, սկսեց քֆուր տալ։ Ես հայ եմ ու քրիստոն եմ եւ վերջ։ Ոչ, եղբայր։ Եթե դենց լինի, երեխան չի գնա առաջի դասանից 10-րդ դասան, կաս ես դպրոց եմ գնացել եւ վերջ։ Ամեն ինչը կա իր ժամանակը, ամեն ինչը կա իր ինքնությունը, դու պետք է ճանաչես քո ինքնությունը, դու պետք է ճանաչես քո հավատքը, ինչի համար է։ Ես հարց եմ տալի հենց հիմա այս նույն եթերով գիտեմ, որ հազարավոր մարդից տենալ են, վերջի անգամ իմ հայ ազգ, քո երեխայի հետ երբ ես աղոթել, քո երեխան գիտի հարությունը ինչ է։ Ես որ շատ հովիվների եւ հավատացյալների ասեմ, տղեկ, թողեք այդ շոուները բեմերի, խոսեք այսօրվա մասին։ Իմ համար, երբ որ ես Արամ ջան եթեր եմ անում, ես ապահովում եմ Տիրոջ հարությունը, ես խոսում եմ Տիրոջ հարության մասին։ Ես չեմ խոսում բեմերի, շինությունների, Տերը օրհնի քեզ, ինչ խաղաղություն, երբ որ Աստվածաշունչն ասում է վերջին օրերում ավելի դաժան բաներ են գալու, քան ձեր պապերն ու տատերն են տեսել։ Էսումն եք խափում, Տերը քեզ կօրհնի։ Ինչի պետք է օրհնի, եթե ես Տիրոջ հարության մասին չգիտեմ։ Լսել եմ, բայց չեմ տեսել։ Դու պետք է տեսնես Քրիստոսին քո մեջ։ Երբ որ դու ասում ես ես քրիստոնյա եմ, ես օրինակ քրիստոնեությունից խոսենք։ Երբ որ դու ասում ես ես քրիստոնյա եմ, դա նշանակում է Քրիստոսը իմ մեջն է։ Երբ որ իմ մեջն է, ես պետք է իրան իրական ժիվոյ ցույց տամ։ Իր գործերը, իր հարությունը։ Երբ որ ես շատ եմ սիրում Արամ ջան, երբ որ մարդիկ ինձ ասում են նմանավանդ մուսուլման, թե բուդդիստ, թե հինդուիզմ, երբ որ ինձ ասում են պարոն Գրիգորյան, ուր է քո Աստված, ես սիրում եմ այդ բառը, երբ որ իմ հոր մասին խոսում են, նա իմ երկնային ստեղծող հայրն է։ Ես ամենառաջի բառը, երբ որ ասում եմ, սա ճիշտ հասկացեք, ինձ տեսեք եւ իմ Աստծուն տեսեք, որտեվ Աստված ասում է իր դեմքով սարքեց քեզ։ Բոլորիդ յուրահատուկ իր դեմքով սարքել է։ Երբ որ մարդիկ ամենամեծ խաբեությունը Արամ ջան, շատ կարևոր է հարության օրով խոսելը, երբ որ մարդիկ շատ քարոզում են Աստված խաչվեց։ Ոչ, Աստված չի խաչվել։ Ես սա շատ կարևոր է ասեմ հենց այսօրով։ Սատանան քերովբեր չէր կարող իր ստեղծածին խաչել։ Քրիստոսը միածինը, որ Աստվածանից ծնվեց, տալով իմ եւ քո մեղքերի համար։ Եսայա մարգարեն շատ ճիշտ գրում է Քրիստոսի մասին, կարդացեք Եսայի գրքերը։ Կարդացեք մնացած գրքերը, որ ճիշտ Հիսուս Քրիստոսին բերում է, որ ինքը որդին էր միածին, առաջնեկն էր ինքը Աստծո։ Բայց շատ քարոզիչները այսօր քարոզում եք, որ Սատանեն Հիսուսին խաչեց։ Աստված խաչվեց եւ հարություն առավ։ Դա շատ սխալ վարդապետություն է, որ այսօր մցրել եք իմ երկիրը։ Սատանան չի կարող Աստծուն խաչել։ Դա անհնար է, որտեվ Հիսուսը հենց ինքը սովորացրեց մեզ հայր մերը, եւ Հիսուսը հենց ինքը խաչի վրա ասեց, հայր ինչի համար ինձ թողեցիր մենակ։ Նա կանչում էր հորը։ Նշան մենք ունենք երկնային հայր։ Մենք պիտի Արամ ջան ճանաչենք երկնային հորը, ինչի համար Քրիստոսին տվեց։ Եվ ամենաառաջի հարցը հայի համար պիտի լինի մեկ հարց. Տեր, ինչի մեզ ստեղծեցի շնորհքի երկիր։ Բայց այսօր Հռոմում կատարվում այդ սուտ տիսակատարությունները։ Ինչի համար տվեցիր եւ այդ իշխանությունը մենք այսօր չենք պահում։ Դա Տիրոջ խնդիրը չի, դա մեր անձնական շահի խնդիրն է, որ մենք գնացել ենք փողի հետևից, ծախվել են շատերը, թե հոգևորականներն են ծախվել, թե հայ քրիստոնյա ազգի շատերն են ծախվել, մեր պապերի մեջներն են եղել, հիմա էլ կա այդ նույնը։ Դրա համար ես բարձրաձայնում եմ Արամ ջան քո հետ միասին, որ մենք խոսենք չծախվելու համար։ Վերջը մենք պատասխան ենք տալու, մենք վերջը Աստծուն հանդիպելու ենք, ինչ ենք ասելու։ Ինչ։
Այսօր երբ որ ես այդ թագավորների սեյնակում նստած էի, ես վերցրեցի այդ սուրը, շատ ծանր սուր է, դա Իտալիայից եմ բերել, հասկանալով ոնց կարելի է միլիմետր այդ 15 կիլոնոց սուրը միլիոն կվադրատ մետր տարածք գրավել, առանց Իսկանդերի, 3000 տարի առաջ ոնց կարելի է թրով վերցնել միլիոն կվադրատ մետր տարածք, ու այսօր մենք ասում ենք 29000-ն է մերը, ոչ, ես համաձայն չեմ Արամ ջան դրան, ես պահանջատերն եմ, եթե մենք գրագետ եւ Աստծուն խնդրենք ողորմությունը մեզ, Աստված կբացի, մենք պետք է առաջուց այս հարության օրը բոլորս ապաշխարենք Տիրոջը, որ Տեր, ինչ ենք արել սխալ, որ 1 միլիոն կվադրատ մետրից դարավ 29000 կվադրատ մետր, ինչ ենք արել սխալ, ինչի ձեր բիզնեսը, եթե մի տարի դուք սխալ եք անում, դուք մի անգամից ձեր հաշվապային, ձեր աշխատողներին կանչում եք եւ ասում եք, պատասխան տվեք, ինչի մեր 2-300 միլիոն դոլարը մինուս գնացին եւ նրանք պատասխանը տալ եք, կարող է նրանք այդքան դատվել, բայց երբ որ դուք ձեր հոգին կորցնում եք, ձեր տարածքը կորցնում եք, ձեր իսկական պատմությունը կորցնում եք, չեք պահանջում։ Մի տարի կորցրիք, 2 տարի կորցրիք, 300 տարի նույն իրավիճակում ենք։ Աստված ինչ անի էլ ձեր հետ, ուրեմն մենք ենք սխալը։ Արամ ջան, մեր մեջ է սխալը։ Թող այս հարության օրը իմ հռչակումը լինի Տիրոջ, որ մեր ազգովի, մեր հայ ազգը ապաշխարի։ Հարություն առնի նորից Տիրոջով։ Արթնություն ես չեմ ատում ոչ մի հայի, երբ որ ես խոսում եմ, ինչ-որ անձից խոսում եմ, ես ասել եմ, եթե որևէ մեկը կկպնի իմ հային, ես 10 պատիկ կպնել եմ, որ իմ հայը շատ թանկ է, տանջված է, խորտակված է, նա գերիության մեջ է, նա պետք է դուրս գա։ Միայն մի բանով Տիրոջ խոսքի մեջ, եթե երկինքը չգործեց հայ ազգի համար, չի գործելու ոչ մի բան, մենք կործանվելու ենք, առաջուց երկինքը նոր երկրից կարող եք խոսել։ Արամ ջան, խնդրեմ, եղբայր, վերջի խոսքը ձեզ ու որ սկսենք սենց երև միջև խոսենք։ Okay, շատ հետաքրքիր խոսում ես լսում եմ, գիտես, այդ հոգևոր խոսակցությունը ինքը շատ ականջի համար, հոգու համար շատ հետաքրքիր է։ Խոսեցինք Քրիստոսի մասին, դու ասեցիր այդ ադրբեջանցու այդ հայի զրույցը, գիտես, ցավոք սրտի մարդիկ քիչ են կարդում, քիչ են ուսումնասիրում։ Հիսուս Քրիստոսը խաչի վրա մի նախադասություն է ասում. Երի լեմա սաբախտանի։ Այս նախադասությունն է ասում, որը թարգմանում են, ասում են, որ հայր իմ, ինչու ինձ նման բախտի արժանացրի։ Ես այդ նախադասությունը 100 տեսանկյունից նայել եմ, խոյի բարբառով ասված բառը, նախադասությունը, թե հիմա ինչի է տենց եղել, չգիտեմ։ Թե ինչի պետք է խոյի բարբառով դա ասվեր, Աստվածաշնչի մեջ մի քիչ ուրիշ ձև են դա բան արել, բայց այստեղից սկսվում է ամեն ինչ։ Այդ նախադասությունը յուրաքանչյուր հայ պետք է իմանա։ Յուրաքանչյուր հայ պետք է իմանա, բայց չգիտեն։ Ու այս չիմացություններն են պատճառը այս ամեն ինչի, ոչ թե իմացություններն։ Մենք ապրում ենք մեր չիմացություններով։ Հիմնական վեճի տարածքը չիմացություններն են։ Հիմա թագավորական ինստիտուտի հետ կապված։ Նորից խնդիրը, որպեսզի մենք հասկանանք, թե ինչ բարդույթի հետ գործ ունենք։ Տիտղոսը բաժանված է 3 տեղ։ Դրված է մի մասը եկեղեցուն, մի մասը լուսինյաններին, ներողություն, մի մասը սավոյներին, մի մասը ցարական ռուսական բան է, ռամանովներին։ Կապիտալը բաժանված է Անգլիային է տրված։ Հիմա Անգլիային վերահսկում են հայտնի մեր օպոնենտ ազգը, նրանք են վերահսկում խնդիրները։ Ու մեր իրականության մեջ, երբ որ խոսում ենք թագավորական ինստիտուտի մասին, ասում վազեմ թագը վերցնեմ, դնեմ գլխի, ես ամենալավ տղեն եմ։ Դա օքեյ, վերցու դիր գլխիդ հետո։ Ինչ կա, քու գլխին դի կաստուրկայա լինելու, ոչ թե հայոց թագ, որովհետև դու չգիտես ինչ պետք է անես։ Այս է իրավիճակը։ Ես շատ եմ մտածել այս տարբեր խնդիրների հետ կապված, ելքը մեկն է։ Երբ որ իրավունքով եւ ուժով երկուսը իրար հետ համադրելով, երրորդ կոմպոնենտը դա կապիտալն է։ Այս 3 կոմպոնենտների համադրությամբ հնարավոր կլինի մեր ազգային կարգը տեղից շարժել։ Առանց դրա ինքը վերածվում է սայլի, ազգային կարգը հիմա սայլի վիճակում։ Եթե ունենք ազգային կարգ, ուրեմն ուժը
միապետականը եւ կապիտալը պետքա լինեն իրար հետ կամ ուժը իրավունքը, որտեղ միապետականը դա իրավունք է, դա սովորական իրավունք չի։ Բարձր Աստծուց տրված իրավունքն է, էլ ինչ, տենց երկու բառ է, էլ Աստծուց տրված իրավունք երկիրը կառավարելու համար։ Ուրեմն ուժը իրավունքը, գրիչի իրավունքը կամ այդ իրավունքը եւ կապիտալի իրավունքը երեքը միացնենք իրար, ազգային կարգը հանգիստ կգնա իր ճանապարհը։ Արամ ջան, քո մաղթանքը մեր հայրենակիցներին, չեմ ուզում առանձնացնել Սփյուռք, Արցախ, դա ամենամեծ ողբերգությունն է մեր համար, քո մաղթանքը քրիստոնյավայել խոսքերով եւ եզրափակենք մեր այսօրվա եթերը։ Խնդրեմ։ Աստված թող օրհնի հայ ազգը, թող խաչը քրիստոնեական եւ Քրիստոսի շիրիմից դուրս եկող կրակը օծի հայ ազգի յուրաքանչյուրի ճանապարհը եւ լուսավորի։ Շնորհակալ եմ։ Այսքանը։ Աստված օրհնի մեր հայ ազգին, կհանդիպենք շուտով։ Լավ եղեք, սիրելի հայրենակիցներ։